պարզապես մարդկային ողբերգության մենք կարող ենք ականատես լինել, եթե հանկարծ Աստված չարացցե Միացյալ Նահանգները որոշում կայացրեց Վարդան Ղուկասյանին արտահանձնել Հայաստան կամ Ռուսաստան։ Մի 10 հատ այդպես քերական գործ լրացուցիչ դի։ Մշակույթ է փոխել Վարդան Ղուկասյանը այս առումով, եկել է ու ասել է, որ թագավորը մեր կա։ Հելստին չհակե։ Ես անմիջապես քայքայվում եմ այս գեղեցկությունից։ Այս ո՞նց է սարել։ Երևի թե Սփյուռքում կա մարդ, ով ունի քաղաքական նապաստանի կարիք, կարծում եմ, որ դա Վարդան Ղուկասյանն է։ Ես նույնպես Արա Ղազարյանս քրեական հետախուզման մեջ էի Հայաստանի Հանրապետությունում Facebook-ում գրառում անելու համար։ Ես մեր դաշնակահար նախագահի հերթական հիմար գրառման տակ գրել էի ԲՏ։ Այսօրվա Հայաստանի Հանրապետության ֆուտբոլի ֆեդերացիան ղեկավարումը մասնագիտությամբ լրագրող, իսկ մենք հասկանում ենք, չէ՞, որ լրագրողներին այսօր փաստորեն պետք չի վստահել որևէ այլ ոլորտ, պարտություն տանող երկրի ղեկավարությունը, եթե չլքեց երկրի ղեկը, ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարը ինչու պետք է լքի ղեկը։ Իմ ունեցած տեղեկությունների համաձայն Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան նեղացրել է Հենրիխ Մխիթարյանին եւ շատ անզգույշ եւ անհիմն է վարվել նրա նկատմամբ, ազատելով աշխատանքից կամ առաջացնելով աշխատանքային խնդիրներ նրա մոր համար։ Տաթև Ասատրյանը հացի փուռ է նվիրում, հացի փռում աշխատող իր հարևանուհուն, ով ժամանակին չափազանց շատ է օգնել իր ընտանիքին, ով նեղության մեջ է եղել։ Իդեպ Մարիամ այսօր այս նախիջում է, եւ նա չգիտի, որ այնտեղ, որտեղ նա հիմա աշխատում է, արդեն իրենն է։ Ինչպես ստացվեց մեհեր, որ թուրք երիտասարդը եկավ Երևան, ադրբեջանցի, Özellikle Yarazları buradan selam söylüyorum. Եվ շրջելով Երևանում ձեռ է առնում մեր ազգային ավանդույթները, մենք այսպես որփի նման դիզներս ծուր խնդրում ենք ջաջաջան ստորագրեք էլի։ Դե դա կոչվում է քաղաքական մուրացկանի կեցված։ Հաղորդման հովանավորներ Alliance Partners Insurance Agency, Venus Gifts խանութսրահ, The Grigorian Law Firm իրավաբան Աննա Գրիգորյան, Impero Motorsports, Armenian BD Kayk, Colcast Vinyl Fencing, Arma Physical Therapy, Տուն Լահմաջո ռեստորան, Art in Beauty Aesthetics բժշկական կենտրոն, Veranda ռեստորան, My Little Town Eagle Rock խաղասրահ, Yasu ռեստորան, Omorphia Beauty Salon and Spa, Vivaldi Venue and Catering, Timar Realty, MX Motors Lounge and Leasing. I'm walking for miles. It helps me clear my head. The sky has the answers, even if the clouds fill it instead. I don't need your worries. Dobbs Barbershop-ը մեկնարկում է նոր պրոյեկտ Dobbs Ակադեմիա, որը կօգնի քեզ դառնալ պրոֆեսիոնալ, մրցունակ եւ բարձրակարգ բարբեր։ Դասընթացներն անցկացվելու են ոչ թե բարբերշոփում, այլ հատուկ ակադեմիայում, որտեղ ամեն ինչ նախատեսված է ուսման համար, առանց շեղումների։ Այս դասընթացը քո համար է, եթե 16-ից 30 տարեկան ես եւ ուզում ես ձեռք բերել նոր մասնագիտություն։ Խնդրում ես աշխատանք, որը կլինի ազատ, կրեատիվ ու եկամտաբեր։ Դիմելու վերջնաժամկետ փետրվարի 28։ Character Dance Studio-ն Գլենդելում գտնվող իր ֆանտաստիկ երկու սրահներում դասընթացների է հրավիրում Պարի բոլոր սիրահարներին։ Դուք կամ ձեր փոքրիկը նախընտրում եք հայկական պարեր, հիփ-հոփ, բալետ թե լատինաամերիկյան կամ այլազգի պարեր։ Հենց այստեղ Character Dance Studio-ում ձեզ կսովորեցնեն եւ պրոֆեսիոնալ եւ սիրողական պարեր։ Պատրաստվում եք ձեր փսակադրությանը, ուրեմն վստահ եղեք, որ ձեր հարսանեկան պարն անմոռանալի կլինի։ Իդեպ Գլենդելում արդեն գործում է երկրորդ սրահը, վերանորոգված ու գերհագեցած տեխնիկական հնարավորություններով, որը կարելի է նաև վարձակալել։ Character Dance Studio, երբ տասնյակ տարիների փորձն ու ազգային ավանդույթները հանդիպում են ժամանակի ռիթմերի հետ։
Ողջունում ենք սիրով բոլոր այն մարդկանց, ովքեր այս պահին միացրել են իրենց պլանշետները, որպեսզի դիտեն Օձի լեզվի հերթական թողարկումը։ Բարև Մհեր, բարև սիրելի դիտողներ, հեռուստադիտողներ եւ առհասարակ մարդիկ, ովքեր սպասում էին մեզ, կարծում եմ այնքան շատ չսպասեցին այս անգամ։ Ողջունում ենք բոլորին, ուրախ ենք, որ միացել եք մեզ, շնորհակալություն, որ շարունակում եք մեզ դիտել, բաժանորդագրվել, մեկնաբանել ու դնել զանգակը։ Եթե հնարավոր է հենց հիմա լայքեք այս տեսանյութը եւ մեկնաբանություն գրեք, դա կօգնի, որպեսզի ալգորիթմերը տեսանյութը հնարավորություն տան ավելի շատ մարդկանց դիտելու։ Զանգակը որ ասեցի, հիշեցի այն արտահայտությունը, ասում են ճառ ասեմ, թե զանգ կախեմ։ Հիմա մենք ճառ ենք ասում, ժողովուրդ, դուք էլ ընդամենը մի հատ պետք է զանգակ կախեք ու դա ալարում եք երբեմն անել։ Կախեք այդ զանգակը, ձեզանից ինչ ա գնում։ Այսօր եւս առանձնացրել ենք թեմաներ, որոնք շատ են քննարկվում վերջին շրջանում եւ բնականաբար իհարկե այս հարցում օգնել եք նաեւ դուք մեզ, առաջարկելով մեր սոցկայքերում, սոցէջերում ձեր առաջադրած թեմաները, այնպես որ միասին կպատրաստենք այսօրվա թողարկումը։ Երբ մենք նայում էինք, թե ինչ թեմաներ եք դուք մեզ առաջարկել, երևի թե այնտեղ ամենաշատը նշված էր թուրք հայտնի բլոգերի հերթական անդրադարձը Հայաստանի մասին, հայ ժողովրդի մասին, որտեղ նա ուղղակի այսպես համագործակցում էր իր կրտսեր գործընկերոջ հետ, ով չգիտես թե ինչպես հայտնվել էր Երևանում։ Դե ինչ, այս թեման կփորձենք քննարկել Մհերի հետ, մանավանդ որ դուք այն առաջարկել եք եւ բազմաթիվ առաջարկներ կան այս թեման վերանելու։ Առհասարակ մենք աշխատում ենք հիմնականում այնքան էլ չքաղաքականացնել մեր հաղորդումները, բայց մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ այնքան էլ դա հնարավոր չի եւ մեր համար հավատացեք այնքան էլ հաճելի չի անընդհատ նման լուրերի անդրադառնալը, բայց երբ կա, երբ օրակարգում է, երբ օրհասական է թեման, մենք իհարկե չենք կարող չանդրադառնալ։ Ինչպես ստացվեց Մհեր, որ թուրք երիտասարդը եկավ Երևան, ադրբեջանցի, նա անգամ ցույց է տալիս այսպես պարտորեն իր ազդագիրը, որտեղ օդանավակայանում փաստորեն կնիկ են դրել եւ մուտքի թույլտվություն երկիր եւ շրջելով Երևանում ձեռ է առնում մեր ազգային ավանդույթները, անգամ փոքրիկ հավաքներ ընդդիմության ներկայացնում է եւ ծաղրում է քաղաքի հին կամ խախուլ թաղամասերը, կոնդից ունի արած ռեպորտաժներ եւ առհասարակ ծաղրում է այն ամենը, ինչ կա Հայաստանում եւ այն ինչ կապված է մեր հայերի հետ։ Հիմա ես մտածում եմ օրինակ Միացյալ Նահանգների անձնագրով Արա շատ հայկական անունով եւ Ղազարյան Յան ազգանունով կարող եմ ես արդյոք գնալ Բաքու եւ արդյոք կարող եմ հայտնվել Բաքվի կենտրոնում։ Արդյոք ինձ կթողնեն ազգային անվտանգության ծառայությունները կամ սահմանապահները Բաքվի օդանավակայանի, ես մուտք գործեմ Բաքու։ Ինչպես է լինում, որ անընդհատ Ես վստահ եմ, որ այդ հարցը ռետորական հարց է, դու ընդհանրապես վստահ եմ ցանկություն չունես Բաքու մեկնելու, բայց փորձենք առաջին հերթին հասկանալ, որ սա ազգային անվտանգության խնդիր է եւ ազգային անվտանգության հարց։ Եվ առաջին տպավորությունը, երբ տեսնում ես նմանատիպ տեսանյութ տելեգրամյան հալիքներում ողողված, մտածում ես, որ գուցե ինչ-որ մի բան այն չէ, գուցե դա, չգիտեմ, Իրանում բնակվող ազգությամբ ադրբեջանցի է, ով իրանյան անձնագրով է եկել Հայաստան եւ այդ առումով կարող էր երևի թե ճողոպրել եւ գալ, բայց հետո ինչպես պարզվում է, դա այդպես չէ։ Բացի դրանից պետք է հասկանալ նաեւ, որ ադրբեջանցիները դա անում են որպես ակցիա, այսինքն նրանք մեկը մյուսին հաջորդելով նմանատիպ տեսանյութեր են նկարահանում Հայաստանում խմբակային եւ առանձին եւ դրանից հետո դրանք տարածում են համացանցում վերոնշյալ բլոգերի հետ։ Այն, որ սա խնդիր է, որը պիտի լուծվի կամ կարգավորվի համապատասխան օրգանների եւ համապատասխան ատյանների կողմից, դա ակնհայտ է, որովհետեւ այն ինչ որ մենք ասում ենք, այն ինչ որ մենք քննարկում ենք կամ մարդիկ համացանցում քննարկում են, դա կարծիքի մակարդակի ինֆորմացիա է, որը հարցը չի լուծում։ Եթե այդ հարցը չի լուծվում, ուրեմն կարծում եմ, որ մեր երկիրը օքեյ է դրա հետ նորմալ է, նայում այդ հարցի։ Ես կարծում եմ, որ հենց այդպես է, որովհետև փաստորեն կա տրված հանձնարարական, որ եթե օդանավակայանում հայտնվում են մարդիկ, ովքեր ադրբեջանական անձնագրով են եւ գալիս են Երևան, ուղղակի անարգել, թողնել այդ մարդկանց մուտք գործել քաղաք, մայրաքաղաք կամ առհասարակ Հայաստան։
Ես կարծում եմ այլ կերպ դա հնարավոր չէ, որովհետև երիտե բոլորիս հիշողության մեջ վառ է, թե ինչպես հայտնի ֆրանսահային, ով շատ հայտնի է Ֆրանսիայում եւ առասարակ հայ համայնքում, չթողեցին եւ անցանկալի անց հայտարարելով ուղղակի նրան դեպորտ արեցին Երևանից։ Դա եւս իշխանության հրահանգով էր եւ ուղղակի Մակրոնի ամիջական ուրեմն միջամտության լուծվեց այս հարցը եւ մարդուն ով ամբողջ կյանքում Հայաստանը ներկայացրել Ֆրանսիայում եւ Հայաստանի եւ հայ ժողովրդի ու հայ ամայնքի շահերն ներկայացրել ամենատարբեր եվրոպական կառույցներում եւ Ֆրանսիայում ի վերջո թույլ տվեցին որ գա իր հայրենիք։ Հիմա զուգահեռ իրականությունում մենք տեսնում ենք թուրք երիտասարդ ով գալիս է եւ ծաղրում է։ Բնականաբար հիշում է շատ լավ, մենք անդրադարձել ենք, կարծեմ, այդ նույն ադրբեջանցին, ովքեր պարում էին Հանրապետության հրապարակում։ Դրանից հետո հայտարարեցին, որ դա սադրիչ ինչ-որ տեսանյութ է, նրանք ադրբեջանցիներ չեն, նրանք Իրանի քաղաքացիներ են, բայց նրանք ուղղակի ուրախությամբ տոնում էին եւ այսպես ուրախության եւ ցնծության պար էին ապարում Արցախի հետ կապված, Արցախի կորստի հետ կապված, Արցախի հետ ստանալու հետ կապված, ինչպես իրենք էին ասում, Հանրապետության հրապարակի կենտրոնում։ Հիմա դա անում էին Ադրբեջանի քաղաքացիները, թե անում էին, չգիտեմ, Ուրուգվայի քաղաքացիները, փաստը մնում է փաստ, որ նրանք եկել են եւ մեր վերքի վրա աղ էին ցանում քաղաքի կենտրոնում։ Այստեղ իշխանություններից բացի նաեւ կան դու հարց էիր տալիս եւ քննարկում էինք մինչեւ այստեղ նստելը, դու հարց էիր տալիս լավ տղա կամ լավ ով պետքա մի օր պատժի, լավ, այսինքն ուղղակի հարցեր կապված ազգային արժանապատվության հետ։ Հիմա մի կողմից դա էլ չկա, տեսնում ենք։ Մի կողմից տեսնում ենք անընդհատ վախեցած մարդիկ, ովքեր քայլում են նույն կենտրոնի փողոցներում ու տեսնում են թե ինչեր է կատարվում, ուղղակի գլուխները կախքայլում են, որովհետև չեն ուզում որևէ բանի մեջ խառնվել, որովհետև այսպես ապաթիա է համընդհանուր։ Ես ուղղակի չգիտեմ ինչ գնահատական տամ, բայց փաստը մնում է փաստ, որ մենք այսօր ունենք Քամրան անունով թուրք բլոգեր, էլի լիքը ուրիշ բլոգերներ, ովքեր անարգել դա անում են եւ ունեն գրանցված փաստ, որ ունենալով լիքը կիլոմետրերով եւ պետրոներով, ինչպես ասում են, հայ բլոգերներ, այդ նույն Քամրանին հակադարձում է անընդհատ փաստերով, Ղազախ ազգությամբ, կարծեմ, բլոգեր, որը փաստերով այդ նույն Քամրանի հետ դիսկուրսի մեջ է եւ յուրաքանչյուր նրա ներկայացրած փաստին հակափաստարկով, պատմական ճշգրիտ փաստերով ցույց է տալիս նրա սուտ, կեղծ եւ այսպես մերկացնում է նրա ցանկացած բերած փաստ։ Ես կարծում եմ, որ երևի թե Հայաստանում էլ կան պատմաբաններ ու երիտասարդ պատմաբաններ, ովքեր տիրապետում են ռուսաց լեզվին։ Օրինակ ինձ հետաքրքիր է ինչու որևէ մեկը դա չի անում եւ դա մեր փոխարեն անում է այդ Ղազախ տղան։ Չգիտեմ, այնքան հարցեր կա կուտակված, որ մեկ առանձին բաժնում սրա մասին խոսելը երիտե եւ գնահատականներ տալն էլ դժվար է, բայց ունեն գրանցված փաստ, որ թուրքը անարգել մտնում է Երևան եւ գալիս է եւ անում է տեսանյութեր, նկարում է տեսանյութեր, որտեղ ուղղակիորեն ծաղրում է։ Ոչ վաղ անցյալում այդ ռուս անհասկանալի սեռի ներկայացուցիչ աղջիկ տղա, չգիտեմ ինչն է դրան ասեմ, հիշում ես, դա եւս ինչ ուզում էր անում էր, ինչպես ուզում էր, վերջում պարզվեց որ նույն այդ Քամրանի հետ համագործակցում է։ Նույն մի քանի հոգի լավ տղաներ հայտնվեցին, բռնեցին ինչ-որ, չգիտեմ, խուզեցին մազերը, զիլոնկայով ներկեցին, հետո դրանք հայտնվեցին ինչ-որ ոստիկանությունում։ Միևնույնն է, այդ աղջիկը շարունակում է իր գործը անարգել անել։ Այսինքն, այստեղից երևի թե պետքա հասկանանք, չէ, որ կա հանձնարարական։ Նույն իհարկե ֆոնին քննարկվում է նաև Հայաստան եւ Ադրբեջան խաղաղության պայմանագրի ստորագրումը, որ ինչպես տեսնում ենք վերջին մի քանի օրերի ընթացքում առավել ակնհայտ է դառնում, որ Ադրբեջանը խուսանավում է այդ պայմանագիրը ստորագրել եւ մեր իշխանություններն էլ ովքեր օրեր առաջ պնդում էին, որ շատ հավանական է այս պայմանագրի ստորագրելը, այժմ կարծես թե հետ քայլեր են տալիս եւ տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչները, թվում նաև արտգործ նախարարը կամ թեկուզ հենց վարչապետը տարբեր վայրերում նշում են, որ Ադրբեջանը արդեն խուսափում է։ Պարզապես պետք է մի բան հաշվի առնել, որ ներկայիս կառավարությունը եւ ներկայիս իշխանությունը չունի հստակ դիրքորոշում
Եվ եթե անգամ ունի այդ հստակ դիրքորոշում, ապա դա չի կիսում Ադրբեջանի հետ այդ դիրքորոշումը եւ խաղաղության դիրքորոշումը բացառապես Հայաստանի դիրքորոշումն է։ Ինչպես տեսնում ենք, մենք հաղորդումը նկարահանում ենք մարտի 26-ին, մարտի 26-ին Փաստորեն Ադրբեջանը կրակ է բաց թողնում Հայաստանի վրա եւ երբ Պաշտպանության նախարարությունը պարզապես օրեր շարունակ հերքում էր այս ինֆորմացիան, օրեր առաջ եւս այդ կրակը եղել Ադրբեջանի կողմից, այսօր պարզապես հերքել չէր կարող, որովհետեւ փաստերով բնակիչները խոսում էին, սակայն պարզաբանումը Պաշտպանության նախարարության եղավ այն, որ այդ կրակահերթի դիտակետում Հայաստանը չէ։ Ասենք Գորիսում ապրող մեր հայրենակիցները ամեն րոպե լսում են կրակահերթեր, որոնք արվում են Ադրբեջանում եւ սահմանամերձ շրջաններում, սակայն մեր իշխանավորները դա չեն ուզում ընկալել եւ ընդունել որպես անմիջական վտանգ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների եւ առհասարակ ինքնիշխանության նկատմամբ։ Փաստորեն ըստ Պապիկյանի կամ ըստ վարչապետի կամ ըստ ԿՊ-ականների դա կրակահերթեր է ուղղված դեպի պատմական Հայաստան, որովհետև պատմական Հայաստանը գաղտնիք չի, որ վարչապետի համար գոյություն չունի եւ առհասարակ Արարատն էլ մեր լեռը չի, փաստորեն դեպի պատմական Հայաստանն են էլի կրակում ու դա ոչ մեկին պետքա չանհանգստացնի։ Ինչ վերաբերում է խաղաղության պայմանագիրը, այդ խաղաղության պայմանագիրը այնքան թույլ է ու այնքան խղճուկ է մեր համար, որ երևի թե ասելու չի, որովհետև մենք այսպես որփի նման վիզներս ծուր խնդրում ենք դյաձե ջան ստորագրեք էլի, այս կեցվածքում ենք հիմա մենք։ Դե դա կոչվում է քաղաքական մուրացկանի կեցվածք, այո Հայաստանը այժմ քաղաքական մուրացկանի կեցվածքում է եւ անընդհատ տարբեր ատյաններում եւ տարբեր հնարավոր միջոցներով փորձում է հասկացնել, որ մենք կողմ ենք այդ համաձայնագրի փաստորեն ստորագրմանը, սակայն Ադրբեջանը որևէ կերպով չի արձագանքում, միայն իր պահանջներն է առաջ բերում, ԵՀԿ Մինսկի խմբի փաստորեն լուծարումը եւ միաժամանակ նաեւ սահմանադրության մեջ փոփոխությունները, որոնք կարծես թե Հայաստանը պատրաստ է անել, տարբեր Հայաստանը պատրաստ չի, Հայաստանի ներկայիս ղեկավարությունը, դրանք տարբեր բաներ են։ Հայաստանի ներկայիս ղեկավարությունը այո պատրաստ է եւ այդ հանրաքվեն անցկացնել, եւ սահմանադրական փոփոխություններ անցկացնել, եւ սահմանադրությունից հանել պահանջատիրության պահը եւ Արցախի հետ կապված պահերը հանել։ Ես կարծում եմ, որ Ադրբեջանը այն որ մի հատ ոտի տեղես տալիս տեղավորումը ու արդեն սկսում է տեղավորվել, դիրքավորվել, հարմար, այդ կեցվածքում է հիմա ինքը ինչ ուզի կարող է պահանջի եւ դա կարծում եմ Հայաստանի Հանրապետության ներկայիս իշխանավորները համաձայնելու են, ժողովուրդը կարծում եմ, ես չեմ զարմանա, որ լինի հանրաքվե եւ գնան քվեարկեն։ Ես չեմ զարմանա, որովհետեւ այն համընդհանուր ապաթիան, այն համընդհանուր թքած վիճակը, որ այսօր կա Հայաստանում, այսօր շուրջ 18 թվից անցել արդեն 6 տարի, այսօր դեռ նախկիններ տերմինն ենք լսում։ Շուրջ 4 տարի հետո Միացյալ Նահանգներում նախագահական ընտրություններ են տեղի ունենում եւ նախագահը փոխվում։ Այսինքն 6 տարի շարունակ մենք լսում ենք նախկիններ եւ լապշաները, այդ նախկիններ կոչվող լապշաները կախվում է ժողովրդի ականջներից եւ ժողովուրդն էլ, ժողովրդի մեծ մասն էլ դա ուտում է այդ լապշան։ Եվ եթե ուտում է, ուրեմն թե կարելի է մտածել, որ Նիկոլը երևի թե ներկայացնում է մեր ազգին ըստ արժանվույն, որովհետեւ ինքը փաստորեն կարողանում է տեղ հասցնել, ինչ որ պետք է տեղ հասցնի եւ այսօր եթե Ալիևն էլ պահանջում է, որ պետք է վաղը Հայաստանը զենք չգնի, երևի թե դա էլ մի օր չեն անի, որովհետեւ ինքը ասում որ սպառնալիք է այդ զենքը, որ գնում է Ադրբեջանի ինքնիշխանության նկատմամբ։ Երբ որ պահանջի, որ Արցախը եւ այդ մի քանի փաստորեն գրաված, ազատագրած մեր համար համենայն դեպս տերիտորիաները օգտագործել է Հայաստանը եւ պահանջի ռեպարացիաներ եւ պահանջի գումար Հայաստանից, մի օր երևի թե դրա տակ էլ կստորագրեն։ Այ ինչպես է որ Միացյալ Նահանգները, ասենք թույլողակ է գտել Հանձինե Զելենսկու եւ Ուկրաինայի եւ ասում է տպել ենք փողեր, հիմա այդ ընդերքը կտաս մեզ, քվիթ կլինենք։ Հիմա մի օր չի բացառվում, որ Ադրբեջանն էլ ասի այդ շահագործել եք, չէ՞, տարել եք այդ ոսկին, չէ՞, տարել եք, չէ՞, այդ շահագործել եք այդ հեկերը եւ այլ եւ այլ։ Մոռանալով, որ մի ամբողջ շեն պետություն իր բոլոր ենթակառուցվածքներով, նաեւ մեր փողերով,
սփյուռքի փողերով սարքած մի հրաշք պետություն նվիրել ենք եւ թողել ենք դուրս ենք եկել գյուղեր, ավաններ, քաղաքներ, փողոցներ, ենթակառուցվածքներ։ Բայց այսօր նաեւ Ադրբեջանը խոսում է ռեպարացիաների մասին եւ ասում է դուք պետքա վճարեք Ադրբեջանի, որովհետեւ դուք ագրեսոր եք եղել։ Ես չեմ զարմանա, որ մի օր Նիկոլը կանգնի եւ ազգային ժողովի ամբիոնից սկսի մեր դեպուտատներին, падգամավորներին համոզել եւ ազգաբնակչությանն էլ համոզել, որ մենք այո եղել ենք ագրեսորներ եւ պետքա հատուցենք խեղճ ադրբեջանական ժողովրդի այդ հսկայական կորուստները, ինչպես կարողացավ համոզել, որ եթե չկանգնացներ պատերազմը 25000 զոհեր լինելու։ Լավ, անցնենք առաջ ու քննարկենք այլ թեմաներ, որոնք այս ընթացքում եւս քննարկվող են։ Ողջույն, այսօր ես պետք է ձեզ ներկայացնեմ մի բիզնես, որը հիմնականում կհետաքրքրի բոլոր այն մարդկանց, ովքեր սիրում են ավտոմեքենաներ եւ ամեն ինչ անում են, որպեսզի իրենց ավտոմեքենան լինի գեղեցիկ եւ որ ամենակարևորն է պաշտպանված արտաքին ազդեցություններից։ Ես գտնվում եմ Impero Motorsports-ի ներսում, որտեղ եղում են աշխատանքները եւ այստեղ հիմնականում այցելում են ամենահայտնի celebrity-ները, սպորտսմենները եւ վստահում են այստեղի մասնագետներին իրենց շատ թանկ ավտոմեքենաները։ Հենց հիմա աշխատում են Rolls-Royce Purina տեսակի ավտոմեքենայի վրա, որի արժեքը $980,000 է։ Բնականաբար նման ավտոմեքենա առնել եւ չպաշտպանել արտաքին ազդեցություններից մեղմ ասած միամտություն կլինի։ Դրա համար միանգամից գներուց հետո բերել են այստեղ, որպեսզի թաղանթով պատեն ավտոմեքենան։ Ինչպես տեսնում եք, նաև Lexus-ը, նաև Dodge, Clippers ընկերությունները իրենց մեքենաների թաղանթապատումը RAP անելը վստահում են այս ընկերությանը։ Դե ինչ, եթե դուք ցանկանում եք ձեր ավտոմեքենայի արտաքին եւ ներքին դիզայնը լինի շշմեցուցիչ, ապա ճանապարհը մեկն է, գալիս եք այստեղ, տեսնում եք հեռախոսահամարը, տեսնում եք հասցեն եւ վստահում եք այստեղի մասնագետներին։ Իդեպ, ի տարբերություն ուրիշ վայրերի, այստեղ տալիս են մինչեւ 12 տարվա երաշխիք։ Նորից եմ կրկնում, 12 տարվա երաշխիք։ Ես ունեմ վատ փորձառություն, ես իմ նախկին ավտոմեքենան տարել եմ բավական թանկ, վճարել եմ, արել եմ RAP, որը չի եղել երաշխավորված եւ ամիսներ անց առաջին իսկ լվանալու դեպքում իմ մեքենան փչացել է եւ ես որևէ բան չեմ կարողացել անել։ Իսկ այստեղ մարդիկ տալիս են 12 տարվա երաշխիք։ Դե ինչ, ռիմերի գունավորում, վերանորոգում, մեքենայի RAP, արտաքին ներքին հարդարում, ամեն ինչ մեկ վայրում։ Եկեք եւ կհամոզվեք։ Armenian BD կայքը այստեղ գործող բիզնեսների ամենահին եւ ամենավստահելի կայքերից մեկն է, որտեղ մարդիկ փնտրում են աշխատանք երկար տարիներ շարունակ եւ հակառակը բիզնեսները փնտրում են աշխատակիցներ եւ ծառայություններ իրենց բիզնեսների համար, արան որպես ամենահնաբնակ Լոս Անջելեսի հայերից կփաստի այդ հանգամանքը։ Այո, դա այդպես է եւ Armenian BD կայքը շատ մասսայական է եւ կարելի ասել ամենահայտնի տեղեկատվական կայքն է։ Իսկ թե ինչ առիթով ենք մենք հավաքվել այստեղ, ասեմ, որ մհերը, երբ գալիս ենք աշխատանքի, շատ արագ սովածանում է եւ միանգամից սկսում է մտածել, թե ինչ պետք է ուտի այդ օրը։ Ես դա չեմ կապում իդեպ շատակերության հետ, այլ հակառակը մտավոր աշխատանքի պարագայում մարդ անմիջապես սովածանում է, բայց շատակերությունը եւս իհարկե իմ գործած մարդկային մեղքերից ամենահաստատ վախենալու մեղքը չէ։ Բայց Armenian BD-ին փաստորեն գալիս է օգնության նաև այդ հարցում, որովհետև եթե մենք ուզում ենք գտնել որևէ սննդի օբյեկտ, որտեղ պատրաստվում են համեղ հայկական ուտեստներ, կարող ենք միանգամից search անել Armenian Food Delivery, Armenian BD կայքում եւ ցանկը բազմազան է եւ ընտրենք թե հատկապես այսօր որտեղից ենք պատվիրելու մեր լանչի համար ուտեստներ։ Ժողովուրդ, շատ կարճ եւ կոնկրետ պիտի ասենք, որ սա նորություն է եւ սա հետաքրքիր եւ աննախադեպ նորություն է բոլոր սննդի հայկական կետերի համար, որոնք գործում են Լոս Անջելեսում։ Armenian BD-ն ունի նոր ծառայություն, Food Delivery, այդպես է կոչվում, եւ այստեղ մի հարկի տակ, մի էջում դուք կարող եք գտնել բոլոր հայկական համեղ ուտելու վայրերը, որոնք առաջարկում են նաև առաքում ուտելիքի, այսինքն այսուհետ կարիք չկա
մտնել եւ սպասել Uber-Eats-ով կամ գտնել, չգիտեմ, ուտելիքի առաքման առանձին վերցրած կայքեր, պարզապես կարելի է մտնել մեզ հոգեհարազատ եւ մեզ հայտնի Armenian BD եւ այնտեղ գտնել ցուցակում, թե ինչ հետաքրքիր համեղ ուտեստներ կան, հիմնականում իհարկե շաուրմաների, խորովածների, պիցցաների, քեբաբների եւ հայկական համեղ բրդուջների, այսպես կարելի է ասել։ Դրան ավելացնենք նաեւ քաղցրավենիքները։ Այո, այնպես որ հիմա շատ արագ մենք գտնենք թե ինչ ուտենք եւ ինչպես ընդհատենք մեր մոնտաժային գործընթացը այսօրվա, որից հետո կվերադառնանք արդեն հիմնական թողարկմանը։ Վստահ եմ ձեզնից շատերը արդեն հասցրել են լինել Գլենդելի, Լոս Անջելեսի լավագույն ռեստորաններում եւ հիմա պահն է նորության եւ նոր զգացողություններ փորձելու։ Առաջարկում ենք ձեզ տեղափոխվել Հունաստան, Գլենդելում։ Յասու այդպես է կոչվում հունական ռեստորանը, որին առաջարկում ենք ծանոթանալ հենց հիմա։ Հունական շոու ծրագրի ապահովման ամենակարևոր կոմպոնենտներից մեկը տրամադրությունն է, որը ստեղծում է հունական հին ավանդույթը, երբ պարերի եւ քեֆի ընթացքում կոտրում են ափսեները։ Յասու ռեստորանում այդ հաճույքը կարող եք վայելել յուրաքանչյուր երեկո։ Հունական ռեստորան Լոս Անջելեսում փորձել եմ գտնել շատ երկար ժամանակ։ Նրանցից մեկը գտել եմ Մալիբույում, որը առանց շոուի էր եւ առանձնապես որևէ հունական տրամադրություն չէր փոխանցում, մյուսները Լոս Անջելեսում, որոնք գրեթե նման էին ֆաստ ֆուդի։ Լավագույն հունական ռեստորանը ժողովուրդ Գլենդելում է։ Այս ռեստորանում ամենակարևորը դուք կգտնեք լավագույն սպասարկումը, լավագույն շեֆ խոհարարները, որոնք ուտեստները պատրաստում են պարզապես ամենահամեղ կերպով, կգտնեք ամենալավ սպասարկումը, որովհետև սպասարկման որակը այստեղ պարզապես անգերազանցելի է, կգտնեք բարմենի կողմից պատրաստված ամենահամեղ եւ ամենահետաքրքիր խմիչքներն ու կոկտեյլները եւ որ ամենակարևորն է շոու ծրագիրը։ Կենթանի հնչողությամբ եւ երաժիշտների կողմից ներկայացվող շոու ծրագիրը լավագույնն է հունական ռեստորանների շարքում հենց այստեղ Լոս Անջելեսում։ DJ-ը բնականաբար իհարկե կապահովի ամենաբարձր տրամադրությունը։ Քիչ անց միասին կտեսնենք, թե ինչպես են ուտեստները պատրաստվում եւ ինչպես են իհարկե խոհարարների կողմից մատուցվում ամենահամեղ համադամ ուտեստները, իսկ այժմ կուզեմ խոսել նաեւ միջոցառման ֆորմատների մասին։ Յասու ռեստորանը առաջարկում է երեկոներ անցկացնել այստեղ ընկերներով եւ ընտանեկան միջավայրում, այսինքն դուք կարող եք ընդամենը 4-5 հոգով ընկերներով կամ ավելին գալ միասին վայելել երեկոն, լսել երաժշտություն եւ ուտեստներ իհարկե փորձել եւ որ ամենակարևորն է, կարող եք պարզապես իհարկե ձեր միջոցառումները, ձեր առիթները անցկացնել այստեղ, հենց Յասու ռեստորանում։ Ողջույն, ես գտնվում եմ Eagle Rock-ում աշխատող, հաջողությամբ աշխատող My Little Town Playground-ում։ Գալով այստեղ, այսպես մտովին հիշում ես քո մանկության տարիները ու այսպես նախանձում ես, որ ինչու մենք մեր մանկության տարիներին չունեինք հնարավորություն այսպիսի playground-երում խաղալ։ Մենք չունեինք, սակայն մեր երեխաները ունեն։ Եթե դուք ապրում եք Eagle Rock-ում, Գլենդելում կամ մոտակա քաղաքներում, ունեք բացառիկ հնարավորություն գալ այստեղ եւ բերել ձեր երեխային ամեն օր խաղալու ժամանց անցկացնելու նպատակով այս հսկայական playground-ը, որտեղ ամեն անկյուն մտածված է։ Ասեմ ավելին, այն տարբերվում է բոլոր գործող playground-ներից նաև նրանով, որ շատ մեծ է։ Մինչև 100 երեխա կարող են գալ այստեղ անցկացնել իրենց ծննդյան տարեդարձները եւ թեմատիկ ամենատարբեր ցերեկույթներ։ Այստեղ ձեր փոխարեն կհոգան ամեն ինչի համար, այստեղ աշխատում է հոյակապ խոհանոց, կառաջարկեն մենյու, կմտածեն ձեր համար ամենատարբեր դետալներ ու ամեն ինչ կանեն, որպեսզի ձեր երեխայի եւ ձեր համար այդ օրը դառնա հիշարժան։ Տեսնում եք հեռախոսահամարը, հասցեն, երբ արդեն համոզվեցիք, թե ինչ գեղեցիկ վայրում եմ ես գտնվում, մնում է միայն զանգահարել, ասեմ ավելին, մեր հեռուստաիտողների համար My Little Town-ը մտածել է անակնկալ նվեր։ Ասեք, որ մեր շոուն եք նայել եւ զանգահարել կամ եկել եւ կստանաք անպայման այդ անակնկալ նվերը եւս։ Այս օրերի ամենաքննարկվող թեմաներից մեկը նաև Վարդան Ղուկասյանի ազատազրկման հետ կապված փաստն է եւ ինֆորմացիան, որը վերջերս տարածվեց Միացյալ Նահանգների միգրացիոն ծառայության կողմից, առ այն, որ Վարդան Ղուկասյանը ձերբակալված է երկիր մուտք գործելու ժամկետի հետ կապված առաջացած խնդրի պատճառով։ Հետագայում իհարկե Վարդան Ղուկասյանը կալանավայրից
աուդիո ուղերձով հանդես եկավ եւ առաջարկեց մարդկանց վեր կենալ իրենց տեղերից եւ փաստորեն բողոքի ձայն բարձրացնել, բողոքի ձայն բարձրացրեցին մի շարք հայեր, ինչպես Հայաստանում, այնպես էլ Միացյալ Նահանգներում այստեղ, պետք է նշել, որ Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանատան դիմաց բողոքի մի քանի ակցիաներ են տեղի ունեցել, որոնք մարդաշատ էին ի դեպ, եւ պետք է նշել, որ պարբերաբար այստեղ երբ ես գլենդելով մեքենան վարում եմ, տեսնում եմ, որ Հայաստանի Հանրապետության դրոշով մեքենաներ են ակցիաներ իրականացնում, որի նպատակը կրկին հանրության ուշադրությունը եւ Միացյալ Նահանգների միգրացիոն ծառայության ուշադրությունը Վարդան Ղուկասյանի փաստորեն դեպքին անդրադառնալն է։ Վարդան Ղուկասյանը իր աուդիո ուղերձում առաջարկում է եւ խնդրում ու պահանջում է Միացյալ Նահանգներին անաչառ եւ օբյեկտիվ նայել այս հարցին եւ կարծում եմ, որ այդ առումով իհարկե պետք է գիտակցել եւ հասկանալ, որ փաստացի Վարդան Ղուկասյանի կյանքին վտանգ կսպառնա, եթե վերջինիս արտահանձնեն Հայաստան, կարծում եմ նաեւ Ռուսաստանի դեպքում այդ վտանգը եւս սպառնալիք է, վտանգը եւս տեղին է։ Եվ ես կարծում եմ, զուտ իմ կարծիքն է եւ իմ տեսակետը, որ պարզապես մարդկային ողբերգության մենք կարող ենք ականատես լինել, եթե հանկարծ Աստված չարացցե Միացյալ Նահանգները որոշում կայացրեց Վարդան Ղուկասյանին արտահանձնել Հայաստան կամ Ռուսաստան։ Այդ առումով կարծում եմ, որ ապացույցները բազմաթիվ են եւ բազմապիսի, որ նրա կյանքին հստակ կարող է վտանգ սպառնալ, թեև պետք է նշել, որ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ նրա կյանքին վտանգ չի սպառնում, բայց ես վստահ եմ, որ մարդկային ողբերգության ականատես կարող ենք լինել եւ հույս ունեմ, որ նման որոշում Միացյալ Նահանգների միգրացիոն ծառայությունը չի իրականացնի։ Դեպքի հետ կապված մանրամասներ հստակ մենք չգիտենք եւ հանրությունը չգիտի, թե ինչի մասին է խոսքը, կան մի քանի մեղադրանքներ, որոնք Հայաստանի Հանրապետության կառավարությունը փաստորեն հայտարարել է եւ ըստ այդմ պահանջում է նրա արտահանձնումը, դա փողերի լվացումն է, ինչպես հասկացանք, հավանական իհարկե սպառնալիքներն են եւ հաբեկչական ինչ որ հայտարարությունները հավանաբար, բայց այնուամենայնիվ եթե երևի թե Սփյուռքում կա մարդ, ով ունի քաղաքական նապաստանի կարիք, կարծում եմ, որ դա Վարդան Ղուկասյանն է։ Վարդան Ղուկասյանին մենք մի անգամ ենք ընդհանրապես անդրադարձել մեր եթերներից մեկի ժամանակ, երբ նոր օծի լեզուն սկսել էր իր ընթացքը, Վարդան Ղուկասյանն էլ այսպես շատ ոգևորված անդրադարձել էր մեր այդ ոչ այնքան այսպես սուր քննադատությանը կամ անդրադարձին մենք ուղղակի սկսի արել, բայց քեզ բադ բան չէր ասել։ Չէ, քեզ էր ասել, ինչ չէր ասել, ուղղակի մենք իրականում որևէ բադ բան չէինք ասել, ուղղակի արձանագրել էինք հանրության վերաբերմունքը եւ հանրության հետ կապը եւ ձևը կամ ձևաչափը, որով ներկայանում է Վարդան Ղուկասյանը հանրությանը։ Ես կարծում եմ Վարդան Ղուկասյանը մեր ժամանակների հերոս է եւ հերոս եւ ճակերտներով, եւ բարիբուն, եւ փոխաբերական իմաստով։ Այո, ներկայիս Հայաստանում, ներկայիս հայ ժողովուրդը, ներկայիս ղեկավարությանը ընտրած ժողովուրդը կարող է ունենալ նաեւ ինչու ոչ նման հերոս եւս։ Նախկինում համենայնդեպս ոչ վաղ անցյալում նման հերոսներ չէին կարող լինել։ Նախկինում նման լեքսիկոնով հաղորդումներ տվող քաղաքական գործիչ չէր կարող լինել։ Նախկինում չէին կարող հայ կանայք նայել, հետևել, ոգևորվել, ոգեշնչվել նման հայախառը լեքսիկոնով ելույթներ եւ համարել դա ընդունելի։ Մշակույթ է փոխել Վարդան Ղուկասյանը, այս առումով ավելի ճիշտ ոչ թե փոխել է, այլ եկել է ու ասել է, որ թագավորը մեր կա։ Այսինքն այն ինչ որ բոլորը տեսնում էին եւ լռում էին, նա եկավ եւ ասեց եւ երևի թե մեր գիտակցման մեջ կամ մեր պատկերացումների մեջ եղած հայ կնոջ կերպարը, որը մենք տարիներով եւ դարերով կրել ենք մեր համար, այն չի եղել, որը մենք կրել ենք եւ որի մասին մենք խոսել ենք։ Երևի թե այն էր, որը եկավ ու բացահայտեց ու ցույց տվեց Վարդան Ղուկասյանը։ Ամեն դեպքում ես կարծում եմ, որ Հայաստանը վտանգավոր է յուրաքանչյուր մարդու համար այսօր,
ով ունի քաղաքական այլախոհություն եւ այո, կիսում եմ քո այդ մասով քո կարծիքը, որ Վարդան Ղուկասյանին Միացյալ Նահանգները շատ սխալ կանի, որ արտահանձնի Հայաստան, որովհետեւ եթե այսօր գալիս են կիլոմետրերով մարդիկ այստեղ եւ հանկարծ համոզում են երկրի իշխանությունների Միացյալ Նահանգների էմիգրացիոն, որ իրենք քաղաքական հալածյալ են, սակայն կապ չունեն քաղաքականության քտարի հետ, անգամ եւ ստանում են այդ ապաստանը, Վարդան Ղուկասյանը պետք է որ ստանա այդ ապաստանը։ Բնականաբար պարզ է, չէ՞, որ Հայաստանի իշխանությունները բզբզում են եւ ամեն ինչ անում են, որ այդ մարդը չստանա այդ կարգավիճակը։ Բայց ես մի կողմից էլ չեմ կարողանում հասկանալ, թե Վարդան Ղուկասյանի նման գրագետ եւ ինֆորմացիային տիրապետող բոլոր առումներով մարդը ինչպես կարող էր մնալ այստեղ եւ անել վիզայի կամ մնալու հետ կապված նման խախտումներ եւ հետամուտ չլիներ իր իսկ անվտանգության հետ կապված, նույն վիզայի հետ կապված, նույն ստատուսի փոփոխության հետ կապված, նույն թեկուզ քաղաքական ապաստանին դիմելու հետ կապված, ամենատարբեր մանր խնդիրներ։ Մենք հստակ ինֆորմացիա չկա, չի տրամադրվում, բայց այնուամենայնիվ մի բան կա, որից կարելի է կարճել, փաստորեն միգրացիոն ծառայության հայտարարության մեջ ասվում է, որ Վարդան Ղուկասյանը խախտում արել եւ չի լքել երկիրը նշված ժամկետում։ Այդ իմ համար շատ տարօրինակ է։ Միևնույն ժամանակ պիտի հասկանանք, որ Միացյալ Նահանգների միգրացիոն ծառայությունը թույլ է տալիս մարդուն դիմել քաղաքական ապաստանի համար իր երկիր մուտք գործած օրվանից 365 օրվա ժամկետում, այսինքն 1 տարվա ժամկետում եւ այս համատեքստում հնարավոր է որ գուցե ուշացվել է պարզապես փաստորեն փաստաթղթերը։ Ես չգիտեմ թե դա ոնց է ինչ բաց թողում ա եղել եւ ոնց կարող դառնալ։ Ամեն դեպքում ես կարծում եմ, ես լիքը հարցերում ձեռնպահ եմ մնում եւ չեմ կարողանա այս պահին հստակ ասել թե ում մարդն է Վարդան Ղուկասյանը, որովհետև դա ամենակննարկողն է, չէ՞, ում մարդն է Նիկոլ Փաշինյանը, ում մարդն էր, չգիտեմ, թեկուզ Արա Ղազարյանը ում մարդն է, ինձ էլ կարում են, քեզ էլ միգուցե ցանկացած հանրային մարդու փորձում են ինչ-որ մեկ ուրիշ հանրային քաղաքական գործչի կամ օլիգարխի հետ կարել, սա շատ հայկական է։ Ես չգիտեմ թե ում հետասերտ համագործակցել կամ համագործակցում Վարդան Ղուկասյանը։ Ես չգիտեմ թե որն է նրա շարժառիթն ու դրդապատճառը այս ամեն ինչը անելու մինչև վերջ, ես չեմ պատկերացնում, որովհետև ես կարող եմ 100%-ով երաշխիքներ տալ միայն իմ համար, որովհետև ես ինքս իմ համար կարող եմ միայն ասել, թե ինչ եմ մտածում։ Ես մի բան ուղղակի հստակ կարող եմ ասել այսօր, որ Վարդան Ղուկասյանը չպետք է հայտնվի Հայաստանում, որովհետև այո, Հայաստանի Հանրապետությունը վտանգավոր է, քաղաքական հալածյալներ այսօր ունի եւ վտանգավոր է ցանկացած այլախոհ մարդու համար։ Հիշենք նույն Արմեն Աշոտյանին, հիշենք նույն Նարեկ Մալյանին, հիշենք բազմաթիվ մարդկանց հարյուրավոր են մեր հայրենակիցներին, ում նկատմամբ քրեական գործ էին հարուցել եւ ուղղակի հետախուզում էին հայտարարել Facebook-յան գրառումների համար։ Դա ոչ վաղ անցյալում էր եւ ես նույնպես Արա Ղազարյանս քրեական հետախուզման մեջ էի Հայաստանի Հանրապետությունում Facebook-ում գրառում անելու համար, ընդամենը։ Հասկանում եք, եթե Արա Ղազարյանին ԲՏ գրելու համար Facebook-ում, իսկ ես մեր դաշնակահար նախագահի հերթական հիմար գրառման տակ գրել էի ԲՏ։ ԲՏ-ն կարելի է ստուգաբանել ամենաբազմազան եւ բազմաթիվ ձևերով, օրինակ բարի տղա։ Անկամ ասեմ քեզ դու երևի չես հիշի, ԲՏ սիգարետ կար, ծխախոտ կար բուլղարական։ Բալգարսկի տաբակ։ ԲՏ գրառման համար Արա Ղազարյանի նկատմամբ քրեական գործ էին հարուցել եւ հետախուզման մեջ էի ես։ Դուք հասկանում եք, հետախուզում էր ուրեմն հայտարարված իմ դեմ։ Եթե ես հայտնվեի ԱՊՀ որևէ երկրում, էլ չեմ ասում Հայաստանում, ինձ միանգամից կալանավորելու էին։ Հիմա դուք պատկերացնում եք ինչ կանեն Վարդան Ղուկասյանի հետ։ Ամփոփելով թեման։ ԲՏ-ի մասին չի խոսքը, այստեղ 768 հարգանի հայհոյանքներով եթերների մասին է, այստեղ ամենատարբեր ինֆորմացիային տիրապետելու մասին է, այստեղ ամենատարբեր օլիգարխների, քաղաքական գործիչների, հանրային մարդկանց տուն-տեղ ընտանիք մտնել դուրս գալու մասին է խոսքը, ամենատարբեր 768 հարգանի հայհոյանքներ տալու մասին է հարցը, արժանապատվություն վիրավորելու եւ ամենատարբեր ինֆորմացիա ցպնելու մասին է հարցը։ Այստեղ այս մարդու ցանկացած հաղորդում իր մեջ
ներառում է մինիմում 3-4 կարևորագույն ինֆորմացիա եւ մինիմում 3-4 հանցագործության մասին հայտարարություն։ Ուզում ասել, եթե հարյուրավոր սփյուռքահայերի եւ Հայաստանում ապրող մարդկանց նկատմամբ քրեական հետախուզում եւ քրեական գործեր հարուցվեցին Facebook-ում գրառման համար, Վարդան Ղուկասյանին իհարկե կքառատեն։ Եվ ես այս հարցով նորից եմ կրկնում, լիքը հարցերում չկիսելով Վարդան Ղուկասյանի համոզմունքները, լիքը հարցերով մտածելով, որ նա միգուցե իր պայքարի միջոցներով միգուցե ոչ այնքան պարկեշտ եւ ճիշտ ուղի է բռնել եւ միգուցե ինչ որ հարցերում կասկածելով արդյոք դա քաղաքական պատվեր է թե ուղակի զուտ հայրենասիրական նկարտումներ, ես կարծում եմ, որ նա Հայաստանի Հանրապետությունում պետքա չհայտնվի, որովհետեւ իրոք վտանգավոր է։ Իրոք մեր մոտ դիկտատուրա է։ Հենց այդ տեսանկյունով էլ ուզում եի ամփոփել թեման եւ վերջացնել այս զրույցը, նշելով, որ մենք բոլորս կարող ենք համաձայն չլինել կամ համաձայն լինել Վարդան Ղուկասյանի հնչեցրած տեսակետների հետ, կարող ենք նրա արտահայտչա միջոցների հետ համաձայն լինել եւ համաձայն չլինել, ինչպես մեր նախորդ անդրադարձում է ես նշել, որին անդրադարձավ նաեւ Վարդան Ղուկասյանը բավականին սուր, բայց մի բան այստեղ փաստ է եւ հասկանալի, որ մենք գործ ունենք մարդու գործոնի հետ, այսինքն մարդու ճակատագրի հետ, եւ ինձ համար մարդը բացարձակ արժեք է, անկախ իր բոլոր տեսակետներից, քաղաքական, հասարակական եւ այլն, եւ իմ եւ նրա տարբերություններից եւ տարաձայնություններից, եւ ես կարծում եմ, որ մարդկային ողբերգությունը խուսափելու համար պարզապես պետք է նրան չարտահանձնել Հայաստան։ Նաև Ռուսաստան, որովհետև նա, ինչպես իմացանք, նաև Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, այսինքն երկու ճանապարհ կարող է լինել, որովհետև իմ կարծիքով արտահանձնել Ռուսաստան թե Հայաստան դա մոտավորապես նույն բանն է։ Դե ինչ հույս հայտնենք, որ այս խնդիրը շուտով կհանգուցալուծվի եւ Վարդան Ղուկասյանը կհայտնվի ազատության մեջ ու հնարավորություն կունենանք արդեն առաջին դեմքով լսել ու հասկանալ թե ինչու՞մն է եղել խնդիրը եւ ինչ խնդիրների պատճառով է նա հայտնվել անազատության մեջ։ Ողջույն, այս պահին մենք գտնվում ենք Լոս Անջելեսի Բըրբենք քաղաքում, բայց տպավորություն է, որ մենք Երևանում ենք։ Տուն Լահմաջոն, իմ եւ Արայի սիրելի, որ արդեն երևանյան խորհրդանիշներից մեկն է, վստահ եմ, որ բոլորը, ովքեր որպես տուրիստ են այնտեղ մեկնում կամ ապրում են այդ քաղաքում, ճաշակում են Տուն Լահմաջոյի, ոչ միայն Լահմաջոն, այլ նաև քիչ առաջ Արաներ նշում, խնկալին է շատ դուր եկել իրեն։ Այստեղ Լոս Անջելեսում Տուն Լահմաջոն արդեն վաղուց գործում է Բըրբենքում ու պիտի ասենք, որ ունի նորություններ իր մենյուում։ Փիթից մինչև դժվժիկ, ավանդական հայկական պամիդորով ձվածեղից մինչև փռում թխած թարմ հաց։ Պիտի ասենք, որ ժինգյալով հաց կա, խաչապուրի եւ այլն, այն ամենը, ինչ Հենց հիմա մեզ ուզում են նաև բերեն ժինգյալով հաց։ Ես չգիտեմ, թե այսքանը ոնց կարելի է ուտել, ես չգիտեմ, թե ինչու է այսքան պատվիրել, ուղղակի, չգիտեմ, այնքան շատ է տեսականի։ Այստեղ ու շատ սիրուն է, ամեն ինչ շատ սիրուն է։ Մենք եկել ենք Լամաջո ուտելու այսօր ժողովուրդ, բայց մեզ ասեցին, որ այնքան նորույթներ կա ու այնքան նոր ճաշատեսակներ կան, որ պետք է փորձենք դրանցից գոնե մի քանիսը։ Իհարկե անհնար է ուտել այս ամեն ինչը, սակայն ուզում եմ անպայման նշել արժեքների մասին եւ նաեւ պորցիաների մասին, ասած թե ինչքան շատ են, ինչքան մեծ են եւ ինչքան մատչելի արժեքներ են։ Ուղղակի հիացած եմ եւ այն փաստը, որ ավտո կանգառը, ավտոկայանը տեղին լեփ-լեցուն է այս ժամին, ժամը 2-ն է։ Դա փաստում է այն մասին, որ մեր համայնքը արդեն ճանաչում ու սիրում է Տուն Լամաջո ռեստորանը, որի համար մենք շատ ուրախ ենք։ Այո, ամենակարևորը Տուն Լահմաջոյի աշխատակիցները գաղտնիքը պահում են Լահմաջոյի ավանդական, որը Տուն Լահմաջոն ունի արդեն մի քանի տասնամյակ, միաժամանակ իհարկե այն փռում են թխում, որ ամենակարևորն է եւ պիտի ասեմ, որ սպասարկումը եւս լավագույն եւ ամենաբարձր մակարդակով է։ Եկեք Տուն Լահմաջո եւ հաճախ կտեսնեք նաեւ մեզ այստեղ։ Իսկ քանի որ մեր ուտեստները սառում են, ես խորհուրդ եմ տալիս հետևել մեր օրինակին եւ խորհուրդ եմ տալիս օպերատորին եւս միանալ մեր խրախճանքին եւ անջատել տեսախցիկը։
Ողջույն, մենք ունենք նոր գործընկեր Cal Coast Fencing and Landscape։ Ես այսօր եկել եմ, որպեսզի ձերդ միասին ծանոթանամ այն ապրանքատեսականին, որը առաջարկում է այս հիմնարկությունը։ Իդեպ, անունից արդեն հասկացաք, որ այս ընկերությունով պետք է հետաքրքրեն բոլոր մեր այն հայրենակիցները, ովքեր ուզում են վերանորոգման աշխատանքներ իրականացնել իրենց տան բակում եւ իհարկե գեղեցկացնեն իրենց տան շրջապատը։ Cal Coast-ը առաջարկում է աննախադեպ էժան արժեքներ եւ ցանկապատների եւ ալյումինի պրոֆիլների եւ հատակների եւ փադիոների եւ խազիբոների կառուցման համար եւ որ ամենակարևորն է նրանք ունեն ֆինանսավորում, այսինքն դուք կարող եք գալ այստեղ, ստանալ ֆինանսավորում, սկսել աշխատանքը եւ հետագայում նոր սկսել վճարումները։ Նաեւ մի շատ կարևոր բան, որ ինձ բերել է այստեղ ընտրելու համար իմ ապագա դարպասը եւ ցանկապատը։ Բացառապես առաջարկում է ամերիկյան արտադրանք, այսինքն բոլոր այս նյութերը, այս ցանկապատները, վայնլը, ալյումինը արտադրում է այստեղ Ամերիկայից եւ չեն ներմուծվում Չինաստանից։ Եվ հիմա ամենակարևորը ուզում ձեզ ցույց տալ ամենահետաքրքիր պահը։ Գալիս է salesman-ը, աշխատակիցը հիմնարկության ձեր մոտ եւ ահա այսպիսի հրաշք մինիվենի մեջ բերում է բոլոր այն տեսականին, որը կա արկա է այստեղ եւ դուք տեղում այսպես ընտրության հնարավորություն ունենալով բացում եք, ընտրում եք, տեսնում եք եւ իհարկե պատվիրում եք Cal Coast-ում։ Դե ինչ, գրանցեք հեռախոսահամարը, եկեք, պատվիրեք եւ իհարկե ստացեք անվճար խորհրդատվություն։ Cal Coast հիշեք, զանգեք եւ եկեք։ Ողջույն, ես գտնվում եմ The Grigorian Law Firm-ում եւ ձեր կողմից արդեն ճանաչված եւ վստահ եմ նաեւ սիրված իրավաբան Աննա Գրիգորյանի հետ պետք է այսօր քննարկենք հերթական անգամ trust-ի, կտակի հետ կապված ամենատարբեր նյուանսներ։ Շատ ու շատ մարդիկ նույնականացնում են կտակը trust-ի հետ։ Մանավանդ Հայաստանից եկած այստեղ բնակություն հաստատած մեր հայրենակիցները, ում համար անծանոթ տերմին է trust-ը, այնտեղ մենք գիտենք կտակ կամ նվիրատվություն։ Այստեղ չեն կարողանում ճիշտ տարանջատել։ Խնդրում եմ օգնեք, որպեսզի վերջնականապես հասկանանք նմանությունները եւ տարբերությունները trust-ի եւ կտակի։ Երկուսն էլ օգնում են անձին, որ իր ունեցվածքը փոխանցի հաջորդ սերունդներին, բայց մեկը անում է դատարանի միջամտությամբ, ամենակարևոր տարբերությունը իրենց մեջ։ Կտակը դա անում է դատարանի միջամտությամբ, trust-ը դա անում է առանց դատարանի։ Ունենք դեպքեր, որ մարդիկ կազմում են trust, ասում են, բայց կտակել ենք չեմ ունենալու, ու ես իրանց ուզում եմ բացատրեմ, որ ինչքան կարևոր է ունենալ trust եւ օքեյ է չունենալ կտակ։ Երկուսը աշխատում են միասին ուժեղացնելու մարդու պլանը, բայց ամենակարևորը trust-ն է եւ երբ որ համեմատում են Հայաստանի հետ կամ Ամերիկայի հետ, կտակը նույնն է մնում, մենք ուզում ենք մարդու մահից հետո աշխարհին տեղյակ պահել, որ այս մարդը մահացել է, ինքը ունի այս ունեցվածքը եւ սա ուզում է թողել տվյալ մարդկանց։ Բայց դա անում ենք դատարանի միջոցով եւ բոլորին տեղյակ ենք պահում, երբ որ մարդը մահանում է, մենք իր պարտկատերերին, creditors, medical-ին եւ մնացած ովքեր ինչ որ մի claim կարա ունենա իր ունեցվածքի դեմ, տեղյակ ենք պահում։ Իսկ trust-ի դեպքում այդ ամեն ինչը չի լինում։ Trust-ի դեպքում լինում է private, trust-ը կազմողի ընտանիքը բերում է trust-ը մեզ, ասում է անձը մահացել է, կարող եք այս trust-ը նայել, տեսնել ինչ պետք է անենք։ Մենք նայում ենք կետերի նշված է, եթե նշված է ինչ որ մի հատուկ քայլեր պետք է անենք, հետևում ենք այդ քայլերին, ամեն ինչը լինում է առանց դատարանի միջամտության, որի ընթացքում մենք պաշտպանում ենք ունեցվածքը եւ շատ մեծ ծախսերից ենք ազատվում։ Շնորհակալություն, այսինքն ավելի այսպես հասանելի մարդկային սովորական լեզվով ասած, եթե ուզում եք ընկնել դատարանների եւ քաշքշոցների մեջ, ապա ունեցեք կտակ։ Եթե ուզում եք շրջանցեք բոլոր այդ գլխացավանքները, դատարան, ամենատարբեր միջամտություններ եւ այլն, ապա դիմեք իրավաբանի եւ ունեցեք ձեր ապահովության համար, ինչպես նաեւ ձեր սերունդների ապահովության համար living trust։ Իսկ դրա ճանապարհը մեկն է։ The Grigorian Law Firm, տեսնում եք հասցեն հեռախոսահամարը, դիմեք, զանգահարեք եւ իդեպ նաեւ շնորհակալություն բոլոր մեր այն դիտողներին, ովքեր արդեն հասցրել են այցելել եւ դառնալ ձեր հաճախորդները, ինչի համար մենք անչափ ուրախ ենք։ Նմանապես։ Ձեր առաջարկած քննարկվող թեմաների հարցում առավել շատ գրում եք Ռուբեն Վարդանյանի փաստորեն
Բաքվի բանտում գտնվելու վերաբերյալ եւ այդ մասին եւ թեման բնականաբար իհարկե յուրաքանչյուր adekvat եւ յուրաքանչյուր իրեն հայ համարող մարդու պիտի որ ցավեցնի եւ զգայուն թեմա լինի հատկապես երևի թե ամենասառնասիրտ մարդիկ անգամ Բաքվի բանտից նրա լուսանկարները կամ տեսագրությունները տեսնելիս երևի թե չեն կարողանում դրան նայել սառնասիրտ որոշակիորեն հոգին փարատող եւ հանգստացնող կարելի է համարել կամ ինքներս մեզ հույս ենք տալիս այդ առումով նրա աուդիո ուղերձներ երբ նա խնդրում էր պարզապես իրեն չխղճալ եւ սա չդիտարկել որպես անձի ողբերգություն այլ սրան նայել որպես ազգի ողբերգություն ինձ համար մի շատ կարևոր բան էի փորձում ես պարզել նրա ձայնում ես զգացի սթափություն եւ adekvatություն ինչը գոնե որոշակիորեն հույս է հայտնում որ մեր պատկերացումները որ նրան գուցե անթույլատրելի ինչ որ միջոցներով են այնտեղ պահում կամ չգիտեմ տարբեր աստորեն միջոցներ են կիրառում որից կարելի է ենթադրել նաև տարբեր տեսանյութերից այդ պարագայում չկար այս թեմայում ինձ ամենաշատը անհանգստացնում է եւ եւս մեկ անգամ սթափեցնում են հանգամանքը որ աշխարհը իսկապես անտարբեր է եւ անտարբեր է հատկապես այդ բարերարների եւ մարդասիրական տարբեր նկրտումներ ունեցող տարբեր նախաձեռնությունների կազմակերպիչներ կամ տարբեր հենց նույն Ավրորա մրցանակը ստացած տարբեր մարդիկ, որոնք պարզապես գրեթե որևէ մեկը ձայն չի հանում, նույն Ջորջ Քլունին, ով Ավրորա մրցանակաբաշխության ժյուրիի անդամ է եղել, այցելել է փաստորեն Հայաստան, այդ մրցանակաբաշխության հետ է կապվել, նրա կինը, ով Եվս մարդու իրավունքների հարցով իրավապաշտպան է Ամալ Քլունին, ով եւս որևէ կերպով չանադարձավ այս դեպքին կամ որևէ կերպով չբարձրաձայնեց այն բոլոր մարդիկ, ովքեր ստացել էին Աֆրիկայից մինչև Եվրոպա Ավրորա մրցանակը որպես հանրային մարդիկ, որպես փաստորեն ականավոր գործիչներ իրենց տեսակետը չհայտնեցին, Ադրբեջանում որևէ եվրոպական երկրի դեսպան որևէ մեկին չնշանակեց կամ անձամբ չգնաց մասնակցելու դատական այդ գործընթացներին որոշակիորեն գոնե անաչառություն ապահովելու համար։ Այսինքն մենք գործ ունենք այստեղ բացարձակ անտարբերության հետ։ Ես մի քիչ ուզում հետ գնալ ու հիշեցի, որ կապիտուլյացիա եւ պարտությունից հետո երբ տեղի ունեցավ ընտրություններից առաջ երկրի ղեկավարը հանդիս եկավ մի շատ տարօրինակ հայտարարությամբ ու ասաց, որ գերիները մի երկու ամիս էլ կսպասեն ու մեզ կներեն։ Այդ գերիները արդեն սպասում են մի քանի տարի։ Պատերազմից արդեն շատ երկար ժամանակ է անցել, մենք հայերս եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները առ այսօր չգիտեն ոչ միայն զոհերի անունները, չկա հստակ ցուցակ, չկա եւ չգիտենք քանակը, չգիտենք վիրավորների հստակ քանակը եւ ցուցակը չունենք, նաեւ չգիտենք գերիների հստակ քանակը եւ չունենք ցուցակը։ Մենք խոսում ենք Ռուբեն Վարդանյանի մասին, Ռուբեն Վարդանյանի անունը անդադ առաջարկվում է թեմաներում մեր դիտողների կողմից, սակայն Ռուբեն Վարդանյանը մենակ չի։ Ռուբեն Վարդանյանը այնտեղ դատվում է Բաքվում քաղաքական էլիտայի հետ Արցախի եւ ողջ քաղաքական էլիտան նստած է դատարանում եւ մենք տեսնում ենք այդ խեղկատակ դատավարությունը ու դու խոսեցիր արտաքին ազդեցությունների մասին Ռուբեն Վարդանյանը ունի լուսանկարներ որտեղ բարձրացվում է որ նրան տանջել են եւ կան դեմքի վրա ինչ որ կապույտներ Բակո Սահակյանը երևում է որ ատամներ չունի կան այդպիսի լուսանկարներ եւ առասարակ հատուկ ձևեր կան տանջելու որ դեմքի վրա չերևա մենք հիմա չգիտենք թե ինչ պայմաններում են մեր գերիները այնտեղ ապրում Ճիշտ ասած ես ոչ թե ֆիզիկական բռնության մասին էի խոսում, այլ տարբեր անընդունելի միջոցներ Ես վստահ եմ որ ցանկացած միջոցներ թուրքա-ադրբեջանական հա ձայնը միգուցե ստապեր, բայց ամեն դեպքում ես կարծում եմ որ նրանք ցանկացած միջոցներ
կգործադրեն եւ թույլատրելի եւ անթույլատրելի մեր հայազգի ղեկավարներին տանջելու, որովհետեւ կա նաեւ ապացույց ու փաստ այն հանգամանքը, որ օրեր առաջ Ադրբեջանը հայտարարեց, որ փակում է Կարմիր խաչի գրասենյակը Ադրբեջանում։ Իսկ դա միակ միջոցն էր գերիների հետ կապի մեջ։ Այո, եւ անարգել կփակի եւ ինչ ուզենա կանի։ Երբ ներկայիս իշխանավորները խոսում են փոխզիջումների մասին, ես ուղղակի որպես բանական մարդ եւ կարծում իմ նման շատերը պետք է հարց տան փոխզիջում բառը ստուգաբանվում է փոխադարձ զիջումներ։ Հիմա ցույց տվեք, կողեք աչքս մի զիջում, որ արել է Ադրբեջանի ներկայիս Ադրբեջանի կառավարությունը մեր նկատմամբ։ Ես կիլոմետրերով կարող եմ թվարկել եւ շարել եւ մի ամբողջ հաղորդում երևի թե չի բավարարի, որպեսզի թվարկենք թե ինչքան զիջումների է գնացել Հայաստանը եւ այսպես որփի խուզած որփի գլխի նման վիզը ծուր շարունակում է գնալ այդ զիջումներին։ Սակայն գեթ 1 զիջում կարող եք ցույց տալ, որ Ադրբեջանն է արել։ Հիմա ամբողջ աշխարհին ցուցադրաբար ցույց տալով դատում է Արցախի քաղաքական էլիտային, բնականաբար մենք ունենք այնտեղ լիքը ուրիշ ռազմագերիները, որոնց ճակատագրի մասին շատերս տեղյակ չենք, ուղղակի այդ էլիտան, քաղաքական էլիտան, այն մարդիկ, ովքեր նստած են դատարանում, նրանց ենք մենք տեսնում, ու Հայաստանի ներկայիս կառավարությունը որևէ քայլ չի անում եւ որևէ կերպ, որևէ խոսք չկա այդ մարդկանց մասին, որևէ ձև երբ հարց են տալիս ազգային ժողովի նախագահային, երբ հարց են տալիս վարչապետին, երբ հարց են տալիս ամենատարբեր պատկան մարմինների ղեկավարներին այդ դատավարության մասին, նրանք խուսափում են պատասխանել եւ չեն պատասխանում, որովհետեւ չունեն պատասխան։ Հիմա երբ որ ինչ-որ բանակցություններ, խաղաղության պայմանագիր, չգիտեմ ինչ, գոնե ինչ-որ մի տող կա այնտեղ, որ ժողովուրդ, դուք էլ վերադարձրեք մեր գերիներին։ Չէ՞ որ Հայաստանում ինչքան գերիներ կային, ինչքան ռազմագերիներ կային, ուղղակի այսպես նվիրեցին գնաց։ Փաստորեն մարդը բացարձակ արժեք չի Հայաստանում եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացին էլ հայ մարդն էլ պաշտպանված չի մեր երկրի ղեկավարության եւ երկրի կողմից, ինչպես արվում է ցանկացած նորմալ արժանավայել երկրում։ Եվ գիտեք ինչ, գոնե ձևական ինչ-որ քայլեր տեսնեինք, ձևական ինչ-որ քայլեր, որ ասենք այս մարդը ինչ-որ մի բան արել, այն մարդը ինչ-որ եվրոպական ինչ-որ մի այցանում բարձրացրել այս հարցը։ Գերմանացի դեպուտատը Եվրոպարլամենտի խոսում է գերիների մասին, եվրոպացիները աղաղակում են ամենատարբեր հարթակներից Ադրբեջանում պահվող գերիների նկատմամբ անմարդկային վերաբերմունքի մասին, Միացյալ Նահանգների իշխանավորները ներկայիս խոսում են դրա մասին ու ասում են, որ միանշանակ այդ սարքած այդ ֆարսը, այդ դատավարությունը պետքա մի րոպե շուտ կանգնացնել եւ այդ մարդկանց պետքա բաց թողնել Հայաստան, Հայաստանի ներկայիս իշխանությունները ծպտուն չեն հանում։ Հայաստանի կառավարությունը մոլորեցնելու համար մարդկանց իր անգործությունը այս հարցում պատճառաբանում է, իբրև թե դա արվում է եւ չի բարձրաձայնվում նրանց անվտանգությունից ելնելով, թեև բոլորիս համար հասկանալի է, որ գոնե մտերիմներին կամ գոնե ինչ-որ շրջանակների ծանոթ կլիներ գործողությունների շարքը, որը իբրև թե իրականացնում է ներկայիս կառավարությունը։ Ավելացնելու որևէ բան կարծում թեմայի վերաբերյալ այլևս չկա, բացի ափսոսանքից եւ հույսից, որ գուցե մի օր այնուամենայնիվ աշխարհն արթնանա եւ այս անտարբեր իրավիճակը պարզապես Այո, ու եթե ինչ որ մեղք գործել են այդ մարդիկ կամ այդ մարդկանցից ոմանք, եթե ինչ որ հարցերում թերացումներ ունեն կամ ունեցել են այդ մարդկանցից ոմանք, համենայն դեպս այնտեղ ներկա է Արայք Հարությունյանը, ում նկատմամբ ես ունեմ իմ օբյեկտիվ եւ սուբյեկտիվ վերաբերմունքը, ես կուզեի, որ Հայաստանի Հանրապետությունը լիներ այնպիսի պետություն, որ այդ մարդիկ կանչվեին պատասխանատվության եւ այո, եթե պետք է լիներ դատավարություն, նրանց դատավարությունը լիներ մեր երկրի մայրաքաղաքում։ Իսկ եթե նրանց դատում են թուրքերը, դա իհարկե շատ տխուր փաստ է եւ յուրաքանչյուր հայի արժանապատվությանը այսպես ուղղակի խփող եւ վնասող փաստ է։
Հուսանք այս ֆարսը մի օր կվերջանա։ Հուսանք միջազգային ատյանների շնորհիվ, որտեղ Հայաստանի Հանրապետության ղեկավարությունից հույս չկա։ Ողջույն, այս մեր գովազդը, ավելի ճիշտ այս հատվածը, ավելի շատ հետաքրքրելու է բոլոր այն մարդկանց, ովքեր կապ ունեն առողջապահական համակարգի հետ, մասնավորապես այն անձանց, ովքեր ունեն home health եւ hospice տնային բժշկական ծառայություններ, որովհետեւ իմ զրուցակիցը Արսեն Արշակյանն է, ով ներկայացնում է Arma Physical Therapy արդեն հայտնի դարձած ընկերությունը։ Արսեն ջան, բազմաթիվ արդեն նմանօրինակ ծառայություններ առաջարկողներ կան, բնականաբար ինձ ու Էլիլիկը մարդկանց հետաքրքիր է, ինչու պետք է hospice եւ home health ունեցող անհատները վստահեն հենց ձեր ծառայությանը։ Շնորհակալ եմ Արա ջան, գործընկեր լինելու համար ձեզ, ասեմ, մենք գործում ենք 2018 թվականի վերջից եւ բազմաթիվ home health եւ hospice-ների հետ ենք համագործակցում, մեր առանձնահատկությունը մեզ համար ամենակարևորը patient-ի, այսպես ասած, հիվանդի հարմարավետությունն է, լիարժեք բուժօգնություն ստանալն է։ Գիտեք, մենք չենք աշխատում քանակի վրա, որ շատ քանակությամբ հիվանդներ ունենանք, մենք աշխատում ենք ավելի շատ որակի վրա եւ եթե մեր հեռուստադիտողները, երբ որ կճշտեն, թե որ ընկերությունների հետ ենք, որ էջենսիների հետ ենք մենք աշխատում, իրենք հասկանան մեր յուրահատուկ մոտեցումը յուրաքանչյուր գործողությանը։ Թե ֆիզիկալ թերապիստների ընտրության մեջ ենք մենք շատ խստապահանջ, ժամերի եւ տևողությանը ինչքան որ պետքա որ իրականացվի բուժումը patient-ի եւ դրանից հետո թղթաբանական գործողությունները, որովհետեւ բոլորս քաշ տեղյակ ենք ստուգումները, որոնք որ վերջին ժամանակաշրջանում ավելի խստացվել է պետության կողմից, շատ առանձնահատուկ ուշադրություն են դարձնում physical therapy company-ի կողմից տրված նոթերին, այսպես ասած։ Ժամերը, տևողությունը, որակը եւ ինչ տիպի առաջընթաց է գրանցվել patient-ի մոտ։ Այսինքն physical therapy-ի նոթերի եւ ժամանակի նոթերը տալուց կախված է շատ մի բան։ Այսինքն ժամանակը տրամադրվում է patient-ի առողջացման հետ կապված, թղթաբանական եւ մենք ամենակարևորը տալիս ենք որակ։ Մենք անպագորգոր թվերից չենք խոսում, որ ունենք ամսական մեծ քանակությամբ հիվանդներ, ոչ։ Մեր հիվանդների քանակը այնքան է, ինչքան որ մենք ի վիճակի ենք սպասարկել մեր հիվանդներին։ Պրոֆեսոր անձնակազմի մասին շատ եմ լսել, գիտեմ, որ ունեք բազմալեզու մոտավորապես 10 ամենատարբեր լեզուներ տիրապետող ֆիզիկալ թերապիստներ եւ շատ շնորհակալ եմ, որ տալիս եք բարձրակարգ բուժսպասարկում մեր հանրության համար։ Տեսնում եք հեռախոսահամարը, եթե ունեք նման տնային բժշկական ծառայություն, ապա անպայման զանգեք Arma Physical Therapy եւ դուք կստանաք ձեր հարցերի բոլոր սպառիչ պատասխանները։ Այս պայն ես գտնվում եմ Լոս Անջելեսի իմ ամենասիրած հայկական ռեստորաններից մեկում Վերանդայում։ Լոս Անջելեսում ժամանցային ինդուստրիայի մայրաքաղաքում դժվար է որևէ մեկին զարմացնել շոու ծրագրերով, լուսային էֆեկտներով կամ պարզապես երկե ուտելիքի որակով։ Զարմացնել կարելի է միայն այն մթնոլորտով, որը ստեղծում է եւ աշխատակազմը, եւ ռեստորանը ինքնին։ Վերանդա ռեստորանը, որ արդեն վաղուց համայնքում ամենասիրված ռեստորաններից մեկն է, ապահովում է լավագույն ուտելիքի որակը իր լավագույն շեֆ-խորհարների միջոցով, ինչպես նաև ամենաանթերի սպասարկումն ու իհարկե ֆանտաստիկ շոու ծրագիրը։ Իսկ ահա Վերանդա լաունջում լեգենդար երևանյան նայցի երևանյան գիշերների մասին լսել եք բոլորդ ու գիտեք, որ դա լավագույն տարբերակն է, շատ կարճ ժամանակահատվածում, շատ արագ մտովի տեղափոխվել քաղաքամայր Երևան ու վայելել նոստալգիկ հիշողությունները։ Այս պարագային եւս իհարկե շեֆ-խորհարի պատրաստած խորտիկները, բարմենի պատրաստած հետաքրքիր կոկտեյլները ու շոու ծրագիրը լավագույն հիշողությունները կերտելու ժամանակահատվածն է։ Այժմ Վերանդա ռեստորանը առաջարկում է ձեզ չլսված ու չտեսնված ֆանտաստիկ գնացուցակ, որը փոփոխված է։ Այսուհետ յուրաքանչյուր ուրբաթ, շաբաթ եւ կիրակի օրերին դուք ձեր միջոցառումները կարող եք իհարկե անցկացնել այստեղ Վերանդա ռեստորանում ընդամենը $120 անձի համար արժեքով, որը չտեսնված ու չլսված ֆանտաստիկ գնացուցակ է։ Այս դեպքում չի տուժել իհարկե մենյուն, մնացել է նույն ուտելիքը, նույն որակով, նույն սպասարկմամբ։ Իսկ ահա երեքշաբթի, չորեքշաբթի եւ հինգշաբթի օրերին յուրաքանչյուր անձի համար Վերանդա ռեստորանում դուք կարող եք վճարել ընդամենը $95։ Համաձայն եք, որ սա ֆանտաստիկ գնացուցակ է։ Համեցեք Վերանդա։ Ողջույն, մենք գտնվում ենք Art in Beauty Aesthetics-ում, որտեղ փորձառու մասնագետները լավագույն կերպով կարողանում են ձեզ ոչ միայն դարձնել առողջ, այլ նաև երջանիկ եւ երիտասարդ։
Արտակ Մկրտչյանն է բժիշկն իմ կողքին, ում հետ միասին այսօր մենք խոսելու ենք էկզոսոմների մասին, եթե ճիշտ եմ այդ բառը արտաբերում։ Շատ ճիշտ։ Գիտեմ, որ դա օգտագործում է եւ մաշկի, եւ որ ամենազարմանալին է ինձ համար մազերի վերականգնման ու արդյունքները ցնցող են բժիշկ, կպատմեք։ Բարև ձեզ, երևի բոլորը լսել եք stem cell-երի մասին, էկզոսոմները ավելի առաջընթաց է, դրանք փոքրիկ բշտիկներ են, որոնք անջատվում են բջիջներից եւ իրենց մեջ պարունակում են շատ կարեւոր աճման ֆակտորներ, DNK, RNA, սպիտակուցներ եւ ամինաթթուներ եւ բջիջները իրար հետ խոսելու միկրոէլեմենտներ։ Դրանք զտված են, գալիս են տարբեր խտությամբ, կախված ինչի համար ենք մենք օգտագործում։ Օրինակ, բանզաթափության դեպքում, երբ որ մենք սրսկում ենք 5 մլ-ի մեջ կա 75 միլիարդ billion of exosome։ Այդ նյութերը գալիս են սերտիֆիկատով, ստուգված եւ այլ։ Դեմքի համար, մաշկի համար ավելի ուրիշ խտություն է օգտագործվում։ Հրաշալի բան է, շատ եմ սիրում, որովհետեւ արդյունքները անհամեմատ են։ Ես ինքս այցելությունից հետո էս սա 3 անգամից հետո է, եթե չեմ սխալվում 8 թե 9 ամիս հետո է անելուց հետո կարող եք տեսնել, խնդրեմ, տարբերությունը ինքներդ նայեք։ Ես օգտագործում եմ PRP-ի հետ միասին, վերցնում ենք մի քիչ էլ սիճուկ, որտեղ 5 մլ քիչ է տարածելու համար, խառնում եմ իրար հետ, ավելի շատ ծավալ ենք ունենում։ Հիմա ես ձեզ ցույց տամ մի ուրիշ աշխատանք, երբ որ դեմքի վրա է արված, դեմքի պարագայում հավանաբար մաշկի, խնդրեմ, տարիքով կին է, կարող եք տեսնել կնճիռները դեկոլտեի շրջանում 2 անգամ է ընդամենը արված, նայեք ինչ տարբերություն է։ Հրաշալի նյութ է, որը որ տալիս է մաշկին ձգություն, թարմացնում է, տարիների ջահելություն։ Իսկապես լավագույն մասնագետները լավագույն տեխնիկական հնարավորություններով եւ որ ամենակարևորն է լավագույն գիտելիքներով զինված կսպասեն ձեզ այստեղ զանգահարեք նշված հեռախոսահամարով մազաթափության, մաշկի վերականգնման, երիտասարդ առազգականության համար մաշկի եւ առհասարակ ցանկացած էսթետիկ հարցերով պատրաստ են ձեզ օգնել Artin Beauty Aesthetics-ում։ Վերջերս ողջ հայ ժողովուրդը Սփյուռքում եւ Հայաստանում քննարկում էր սպորտային շատ կարևորագույն իրադարձություններ, երկու հանդիպում, մեկը տեղի ունեցավ Երևանում, մեկը Թբիլիսիում, խոսքս վերաբերում է ֆուտբոլին, եւ մենք հերթական անգամ մհեր հասկացանք, որ հայկական ֆուտբոլը, ինչպես նաեւ լիքը ուրիշ հայկական բաներ չունեն ոչ միայն ներկա, այլ նաեւ չունեն ապագա։ Ես ռեալիստ եմ, ես հիվանդ լավատեսներից չեմ, ես կարծում եմ, որ ներկայիս հայկական ֆուտբոլը մինչև վերջ ավերված է, քանդված է եւ քանդված ու ավերված է այնպես, ինչպես քանդված ու ավերված են բազմաթիվ ուրիշ ոլորտներ եւ կլիներ շատ մազալու եւ տարօրինակ, որ ներկայիս Հայաստանում, ասենք, այդ ավերի եւ այդ քանդված ավիրակների կողքին հանկարծ մենք 6-ով 1 կրող Վրաստանին, կրող Հայաստանի Հանրապետության հավաքական ունենանք։ Հասկանալի է, չէ, որ դա, ասենք, ֆանտազիայի կամ հեքիաթների բնագավառից է։ Այսօրվա Հայաստանի Հանրապետության ֆուտբոլի ֆեդերացիան ղեկավարում է մասնագիտությամբ լրագրող, իսկ մենք հասկանում ենք, չէ, որ լրագրողներին այսօր փաստորեն պետք չի վստահել որևէ այլ ոլորտ, քան լրագրողությունն է, որովհետև նրանք ապականում են եւ տանում են տալիս ցանկացած բան, որը վստահվում է իրանց, եւ կարծեմ, չգիտես թե ինչու, ես երեք կարծեմ իմացա, որ ֆեդերացիայի հետ կապ ունի նաեւ վարչապետի կինը, կարծեմ փոխնախագահ թե պատվավոր, չգիտեմ ինչ որ մի բան է։ Այսինքն նա հայտնվում է ամենուր։ Իշխանափոխությունից հետո շատ հաճախ էր խոսվում Հայաստանի Հանրապետության ֆուտբոլի ֆեդերացիայի մասին եւ ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի մասին, խտացված եւ մքեցված գույներով, նրան ներկայացնելով որպես դաժան եւ այսպես բացասական կերպար եւ այդ քննարկումները բազմաթիվ էին ու բազմապիսի, այդ թվում նաև տետատետի շրջանակներում, երբ հայտնի հայ ֆուտբոլիստ Յուրա Մովսիսյանն էր եկել, նշում էր, որ այո, Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները վախենում էին Ռուբեն Հայրապետյանից, իր տեքստում նա հստակ անունով նշում է, որ վախենում էին անգամ նրա առաջով քայլել եւ խուսափում էին նրա այդ շփումներից եւ նա ուներ իր սիրելիները, այդ թվում նաև Հենրիխ Մխիթարյանը եւ այլն, ու մի շարք բացասական փաստեր էին առաջ բերում։
Իմ կարծիքով, իհարկե, եթե դա այդպես է եղել, դա շատ վատ է եւ որևէ բացատրության եւ որևէ արդարացման հնարավորություն չկա, բայց այնուամենայնիվ գոնե փաստերը եւ արդյունքները այդ պարագային ավելի խոսուն էին։ Ես գիտեմ, որ ներկայիս ֆուտբոլի ֆեդերացիան բավականին անուշադիր եւ անփույթ է վարվում տաղանդավոր ֆուտբոլիստների նկատմամբ, այդ թվում նաև իմ ունեցած տեղեկությունների համաձայն Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան նեղացրել է Հենրիխ Մխիթարյանին եւ շատ անզգույշ եւ անհիմն է վարվել նրա նկատմամբ, ազատելով աշխատանքից կամ առաջացնելով աշխատանքային խնդիրներ նրա մոր համար, ով աշխատում էր եւ ունի մեծ ու աննկարագրելի ավանդ հայկական ֆուտբոլի ոլորտում։ Եվ որի արդյունքում Հենրիխ Մխիթարյանը պարզապես հրաժարվում է ներկայանալ ազգային հավաքականի թիմում։ Եթե իմ կարծիքով, եթե Հենրիխ Մխիթարյանը օրինակ, չգիտեմ, ցանկանար էնդեմիկ եղնիկներ ուտել ամեն օր նախաճաշին, ովքեր որ կարմիր գրքում էին գրանցված եւ, չգիտեմ, անհետացման եզրին են կանգնած, ապա ֆուտբոլի ֆեդերացիան պետք է պարզապես ամեն առավոտ նախաճաշին մատաղ աներ այդ եղնիկները Հենրիխ Մխիթարյանի ոտքի առաջ։ Եվ այստեղ որևէ տրամաբանություն չկա, թե ինչու պիտի նեղացնել աշխարհում ամենահեղինակավոր, երևի թե 30 ֆուտբոլիստներից մեկին ազգությամբ հայ Հենրիխ Մխիթարյանը։ 2 օր առաջ Միացյալ Նահանգների գավաթի համար մրցաշար էր տեղի ունենում, որտեղ ոսկե մեդալին եւ ամենաբարձր տիտղոսի համար պայքարում էին 2 շախմատիստներ, որոնցից մեկը Լևոն Արոնյանն է, ովքեր հենց այդ պատճառով թողել են եւ լքել են ներկայիս Հայաստանը եւ այսօր ներկայացնում են Միացյալ Նահանգները։ Հիմա դու զարմանք ես փորձում արտահայտել եւ հայտնել, թե ինչպես կարելի է նեղացնել Հենրիխ Մխիթարյանի նման ֆուտբոլիստին, ով այսօր ամենա թոփ եւ ամենաշատ վարձատրվող ֆուտբոլիստներից մեկն է աշխարհում։ Եվ միլիոնանոց գործարքների արդյունքում նա հայտնվում է այս կամ այն ակումբում եւ նա հպարտություն է ցանկացած ակումբի համար, որտեղ հայտնվում է։ Հենց այդպես։ Իսկ ինչպես կարելի է Մանվել Գրիգորյանի նման կամ ուրիշ լիքը հայտնի հերոսների նման որակազրկվել եւ հայտնվել են կարգավիճակում, որտեղ հայտնվեցին։ Այսօրվա Հայաստանում պարզվում է պետք չեն հերոսներ, մեզ պետք են հակահերոսներ։ Այդպես է ստացվում։ Եվ դրա արդյունքում անում են ամեն ինչ, որպեսզի այո նեղացնեն Հենրիխ Մխիթարյանի մայրիկին, որ նա դուրս գա եւ չաշխատի ֆուտբոլի ֆեդերացիայում, որովհետեւ երևի թե գրագետ կին է եւ ինչ որ ամակ կարող է ունենա եւ ինչ որ դրական գործառույթ կարող է ունենա։ Ասենք պետք է չէ մի քիչ տրամաբանել ու հասկանալ, որ հաստատ միլիոնատեր Հենրիխ Մխիթարյանի մայրը ֆինանսական նկրտումներից ելնելով չէր, որ աշխատում էր այդ հիմնարկում եւ հաստատ այդ աշխատավարձը չէր փրկում այդ կնոջը։ Եվ նրան այո պետք է փայփայել եւ պահեին, որովհետեւ Հենրիխ Մխիթարյանը եւ նրա մայրը կարծում եմ մեծ գործոն կունենային ֆուտբոլի հարցում։ Ինչ վերաբերում է Ռուբեն Հայրապետյանին, Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ եւս այդ ուրճացրած եւ այսպես մեծացրած ֆանտազիաներով ներկայացվող այդ փաստերը, որ նա ուղղակի դիկտատոր էր, չգիտեմ, դեսպոտ էր, նրանից վախենում էին, երբեմն նաև պետքա վախենան, իսկ ինչ չպետքա վախենան։ Եթե նա բերում էր ֆուտբոլիստներին եւ կարողանում էր վճարել եւ ստեղծում էր պայմաններ այդ ֆուտբոլիստների համար եւ տալիս էր հնարավոր ու անհնար բոլոր միջոցները, ուրեմն նաև պետքա պահանջեր, չէ՞, որ նրանք էլ չգնան, չհարփեն, խաղից առաջ չգիտեմ ինչերով չզբաղվեն, պարապեն օրնի բուն եւ ներկայացնեն երկիրը ըստ արժանվուն։ Իրավունք ուներ այդ մարդը պահանջելով։ Պետքա վախենային նաեւ, ես կարծում եմ այո։ Ուղղակի Ռուբեն Հայրապետյանը անցանկալի կերպար ներկայիս իշխանավորների համար։ Նրանց համար ցանկալի կերպար էս լրագրողը, որի անունն էլ չեմ հիշում, որին ճանաչում են երևի թե միայն իրենց բաժեզում։ Վերջինս խայտարակ պարտությունների շարքի եւ աննկարագրելի հաշվով պարտության ենթարկվելուց հետո, երբ տրիբունաներից պարզապես հեռացիր էին բացական Թբիլիսիում էլ, Երևանում էլ, վերջինս պարզապես բավարարվեց ներողությամբ։ Դա շատ նորմալ է, որովհետև 2 օր առաջ երբ դա տեղի ունեցավ, քննարկում էինք ընկերներով ու ոմանք այսպես լավատեսորեն
ասում էին, որ հաստատ դիմում կգրի կհեռանա այդ պաշտոնից եւ նրան հաստատ կփոխեն։ Ես վստահ եմ, որ դա տեղի չի ունենալու, որովհետեւ պարտությունը մեզ այսպես ուղեկցող ինչ որ մի բան է դարձել եւ անդաց ծերի պես մեզ հետևող մի բան ու պարտություն տանող երկրի ղեկավարությունը եթե չլքեց երկրի ղեկը ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարը ինչու պետքա լքի ղեկը նորմալ է պետքա պարտվեն ինչու ոչ 6-ով 1 ապագայում կլինի նաև 16-ով 1 կարևորը մեր երկրի իշխանությունները ամեն ինչ արեցին որ մեր ֆուտբոլասերները փրկված եւ այսպես առողջ վերադառնան հետ։ Պաստորեն պարտվեցին, որպեսզի այդ մի քանի հազար ֆուտբոլասերները վերադառնան Երևան անվնաս։ Սա իհարկե Իդեպ ֆուտբոլի ֆեդերացիան այնքան մանրախնդիր է եւ այնքան այսպես էժան է իր աշխատելավոճում, որ իմ ունեցած տեղեկությունների համաձայն ես կոնֆլիկտը ֆուտբոլի ֆեդերացիայի եւ կազմակերպված ֆանատների միջև առաջացել է դեռ ամիսներ առաջ եւ վերջիններս պահանջում են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի հրաժարականը։ Եվ քանի որ այդպես է արվում, սովորաբար ֆուտբոլի յուրաքանչյուր հանդիպման ժամանակ տրիբունաներից երկուսը պահվում է եւ վաճառքի վեբկայքով չի հանվում եւ զեղչով տրամադրվում է ակումբների այդ ֆանակումբներին, որպեսզի վերջիններս կարողանան գնել այդ տոմսերը ուղղակի զեղչով եւ առանց փաստորեն հանրային կայքերում տեղադրելու վերջին հանդիպման համար ֆուտբոլի ֆեդերացիան այդ տոմսերը հանել է վաճառքի եւ զեղչով չի վաճառել ֆուտբոլասերների այդ ֆանակումբների համար որպես ի պատասխան նրանց պահանջին Մենք երբ քննարկում ենք նման թեմաներ, անդադ անգամ սպորտի մեջ, հա, ֆուտբոլի մեջ, գալիս է խցկողմա քաղաքականությունը։ Չգիտեմ, ինչ թեմա քննարկում ենք, գալիս է խցկողմա քաղաքականություն։ Ու հետո մենք ինքներս մեզ մեղադրում ենք ու մեր դիտողներն էլ մանավանդ անուղեղները, իսկ մեր դիտողների շրջանում կան անուղեղներ, գրում են քաղաքականության մասին եք խոսում, իսկ անհնար է ժողովուրդ չկա ոլորտ այսօրվա Հայաստանում, անգամ շոու բիզնեսում անգամ շատ շոու բիզնեսյան թեմաներ, այսպես սերտաճած են քաղաքականությանը, անհնար է, օրինակ ֆուտբոլի մասին խոսել եւ չխոսել քաղաքականությունից, դա հնարավոր բան չի, որովհետեւ ֆեդերացիայի նախագահը նշանակվում է երկրի ղեկավարի կողմից, դա միշտ է այդպես եղել, պարզվում է ֆեդերացիայի փոխնախագահը կամ չգիտեմ ինչ որ պաշտոն ունի այնտեղ կամ ինչ որ պատվավոր պաշտոն ունի վարչապետի կինը, որը հայտնում է բունկերում պատերազմ ենք տանուլ տալիս, հայտնում է ֆեդերացիայում ֆուտբոլ ենք տանուլ տալիս, այսինքն որտեղ որ հայտնում է կամ պետք է հանձնենք կամ պետք է պարտվենք։ Հիմա ոնց չխոսենք քաղաքականությունից կամ ոնց չկապենք այս թեման քաղաքականության հետ։ Դա հնարավոր է միայն անել, եթե խոսենք, ասենք, չգիտեմ, Հասպիկ պիոներական ճամբարի եւ Արագաստ պիոներական ճամբարի ֆուտբոլի խմբերի հանդիպան մասին Հանքավանում։ Դա հնարավոր է։ Բայց եթե երկրի հավաքականի մասին ենք խոսում, այն էլ էս խայտարակ պարտությունների մասին, չգիտեմ, արդյոք հնարավոր է այն չքաղաքականացնել, կարծում եմ անհնար է։ Ես հույսեր չունեմ, ես գիտեմ, որ ու ավելի քան վստահ եմ, որ ապագայում մեզ սպասվում են էլ ավելի դաժան պարտություններ, որովհետև այսպես թե այնպես փաստ է, որ մենք խմբակային եւ կոլեկտիվ սպորտաձևերում երբեք չենք փայլել կամ շատ քիչ ենք փայլել, մեր մոտ անհատական սպորտաձևերն են հիմնականում միշտ հաջողված եղել, ուժային նամանավանդ, իսկ ներկայիս ղեկավարման եւ ներկայիս մոտեցման պայմաններում առհասարակ հույսեր փայփայելը կլինի մանկամտություն։ Ունեք ավելացնելու բան, պարոն Բաղդասարյան։ Ուղղակի ուզում եմ ջուրը քաշել եւ առաջ անցնել։ Ողջույն, այս պայն մենք գտնվում ենք Omorphia Luxury Salon եւ Spa-ում, որտեղ լավագույն մասնագետները beauty industry, գեղեցկության ինդուստրիայի գործում են այստեղ։ Կանանց վարսահարդարման, դիմահարդարման, մատնահարդարման, ինչպես նաեւ սպա պրոցեդուրաների աշխատում են մեկ հարկի տակ ձեզ դարձնելու համար առավել գեղեցիկ ու գայթակղիչ։ Այնպես որ զանգահարելով այս հեռախոսահամարով, վստահ եմ, մեկ անգամ այցելելով եւ ժամադրություն վերցնելով, դուք կդառնաք Omorphia Luxury Salon Spa-ի մշտական այցելուն։ Վստահ եղեք, որ ամենալավ մասնագետներն այստեղ են եւ ամենալավ սպասարկումը մեկ հարկի տակ է Omorphia-ում, որը գտնվում է հենց Glendale-ի կենտրոնում։ Այստեղ սպասում են ձեզ։
Ողջույն, ես գտնում եմ Vivaldi Banquet Hall-ում, սակայն այսօր ձեզ չեմ ներկայացնելու Vivaldi Banquet Hall-ը իր ողջ ճոխությամբ եւ շքեղությամբ, այլ խոսելու եմ Vivaldi Catering-ի մասին։ $300 արժողությամբ մինչև 10 հոգու համար նախատեսված catering-ի մասին գիտեն բոլորը, ձեզանից շատերը արդեն հասցրել են զանգահարել, պատվիրել այդ catering-ը եւ իհարկե գոհ երջանիկ են, սակայն այսօր ձեզ պետք է ներկայացնեմ մի նոր catering ծառայություն, որը հասցեագրված է ձեր երեխաներին։ Հրավիրեք մինչև 10 երեխա, կարող եք զանգահարել Vivaldi եւ $150 պատվիրել այս հրաշալի ուտեստները, որոնք սիրում են եւ նախընտրում են բացառապես երեխաները։ Chicken nuggets, խաչապուրի, Caesar salad, chicken wings, բրնձով փլավ, իհարկե կարտոֆիլ ֆրի, իհարկե պաստա, որ այնքան սիրում են մեր երեխաները, այս դեպքում chicken alfredo ձևով եւ պանդրի ու երշիկի տեսականի։ Այս ամենը բերվում է եւ մատուցվում է հենց այս ամաններով։ Ուղղակի պետք է արկղերից բացել եւ դնել սեղանի եւ մատուցել եւ ձեր երեխաների օրը սարքել տոն։ Զանգահարեք հեռախոսահամարով, պատվիրեք երեխաների համար հասցեագրված այս catering-ը եւս եւ գոհ ու երջանիկ գնացեք վերջում քնեք։ Միջոցառումների, ամենատարբեր առիթների կամ պարզապես ձեր սիրելիներին անակնկալ մատուցելու համար դուք վստահ եմ շատ մանրամասն եւ քմահաճ եք ընտրում այն ծաղկի սրահ, որտեղից պետք է պատվիրեք ծաղկեփունջը։ Tulip Drip խանութսրահը գործում արդեն բավականին վաղուց եւ համայնքում ձեռք է բերել վստահություն եւ բնականաբար իհարկե բավականին հայտնի անուն է։ Համահիմնադիրը Անին իմ կողքին է, ում հետ միասին մենք կխոսենք իրենց աշխատանքային process-ի եւ առասարակ տարիների փորձի մասին։ Ողջույն Անի։ Ողջույն Մհեջան։ Անի, ինչու պիտի մարդիկ ընտրեն Tulip Drip խանութսրահի առաջարկած տարբերակները։ Մհեջան, առաջինը, որ մենք ունենք երկար տարիների աշխատանքային փորձ, որը մեզ թույլ է տալիս այնինչ պատկերացնում ենք կյանքի կոչել։ Գները մեզ մոտ խելամիտ են, ունենք առաքում ամբողջ Լոս Անջելեսի տարածքում եւ ցանկացած հաճախորդի ցուցաբերում ենք անհատական մոտեցում։ Առասարակ իհարկե յուրաքանչյուր հաճախորդին անհատական մոտեցում ցուցաբերելը ամենակարևորն է տվյալ պարագային, որովհետև սովորաբար դուք պատվիրում եք ծաղիկներ ձեր սիրելիներին երջանիկ դարձնելու համար կամ պարզապես մարդկանց շնորհակալական խոսք փոխանցելու համար, իսկ այդ պարագայում ճաշակը եւ ձեր պատկերացումները պետք է համընկնեն։ Իսկ հա անհատական միջոցառումների եւ տարբեր առիթներին ձեր տոնը ավելի գեղեցիկ դարձնելը Tulip Drip խանութսրահի երկար տարիների աշխատանքային փորձն է եւ իհարկե իրենց մասնագետների ունեցած երևակայությունը եւ փորձառությունը զանգահարելով նշված հեռախոսահամարներով կամ պարզապես այցելելով այս վեբկայքի հասցեով դուք կարողանաք գտնել ձեր սիրելի եւ ձեր նախընտրելի ծաղկեփունջը։ Ողջույն, այս պայն մենք գտնվում ենք մեր ամենահարազատ գործընկերներից մեկի Venus Gifts խանութսրահում, որտեղ իհարկե ներկայացված է միջազգային ամենահայտնի հեղինակավոր ապրանքանշերի ամենավերջին եւ ամենաթարմ հավաքածուները։ Այսօր միասին մենք խոսելու ենք Քրիստոֆ ապրանքանշի մասին, որն ունի ավելի քան 200 տարվա պատմություն։ Եվ քանի որ յուրաքանչյուր հայկին իր սպասքի, այսպես ցուցակում ցանկանում է ունենալ Քրիստոֆ կամ ունի արդեն, ապա ինֆորմացիան եւս այս պարագայում կարող է ձեզ համար օգտակար լինել։ Այլևս իհարկե գիտեք, անհրաժեշտություն չկա հասնել օրինակ, չգիտեմ, Rodeo Drive, այլ պարզապես կարելի է գալ Venus Gifts խանութսրահ եւ այստեղ գտնել ամենանոր եւ ամենալայն տեսականին։ Քրիստոֆ ապրանքանիշը հայտնի է իր արծաթապատ եւ արծաթյա սպասքի պարագաներով, որոնք ունեն հարյուրամյակների պատմություն։ Եվ իհարկե հայտնի ձվերը բոլորս գիտենք, որոնք իհարկե համարվում են նրանց ձեռագրային, այսպես, սպասքի պարագաները։ Եվ որպիսի արծաթապատ կամ արծաթյա սպասքը օդի հետ շփվելիս չսևանա, դրանք պահպանվում են հատուկ իհարկե կոլբայի մեջ։ Գալով այստեղ Venus Gifts դուք կգտնեք ամենալավ ապրանքանիշերի, ամենաթարմ եւ ամենանոր տեսականին։ Շարժվելով առաջ խոսենք եւս մի թեմայի մասին, դա համերգների ակտիվությունն է եւ համերգների այսպես շատ լինելն է եւ Միացյալ Նահանգներում եւ Հայաստանում, Արման Հովհաննիսյանը, Արկադի Դումիկյանը, Տաթև Ասատրյանը եւ ելի մի շարք արտիստներ Հայաստանում, Ռուսաստանում եւ Միացյալ Նահանգներում վերջերս հանդես եկան մենահամերգներով։ Դեպքերը եւ միջադեպերը
շատ են, ինչպես լուսավոր, այնպես էլ մռայլ կողմեր ունեն այդ համերգները, ցավալիորեն օրինակ Ռազմիկ Ամյանը ընկավ բեմից, ինչը նորմալ երևույթ է եւ գրեթե բոլոր արտիստների հետ պատահել է։ Ես հիշում եմ, որ ազգային երաժշտական մրցանակաբաշխության ընթացքում թե ինչպես ուղիղ եթերում չափազանց սեքսուալ զգեստակած Էմին ընկավ բեմից, որը հաջորդ օրը քննարկում էին բոլորը, ինչպես Անդրեն իր մենահամերգի ընթացքում չնկատելով, որ կտոր է փակցված բեմի շարունակությունը այդպես ընկնում է եւ դա տեղի ունեցել բոլորի հետ, այդ թվում նաեւ Lady Gaga-ներից մինչեւ Katy Perry-ներ եւ անգամ Օսկարի բեմում եւ դա նորմալ է եւ վերցնել այդ տեսայունը եւ երկար քննարկել, կարծում եմ, որ մի փոքր սխալ է։ Սակայն ամենալուսավոր կետերից մեկը ինձ համար այդ մենահամերգների Տաթև Ասատրյանի մենահամերգի ընթացքում նրա արած անակնկալն էր իր հարևանուհուն։ Տաթև Ասատրյանը հացիփուռ է նվիրում, հացիփռում աշխատող իր հարևանուհուն, ով ժամանակին չափազանց շատ է օգնել իր ընտանիքին, ով նեղության մեջ է եղել։ Սա եթե PR է, ուրեմն հիասքանչ PR է, թեև փաստը, որ նվիրել է, ապացուցում է, որ միայն PR-ի գործոն չէ այստեղ։ Ասեմ, որ Տաթև Ասատրյանը իդեալական է իրականացնում հարևանի աղջկա մտերիմ քրոջ համեստ հայուհու ֆորմատի արտիստի կերպարը, որը ժամանակին իդեալական արել է եւ Սիլվա Հակոբյանը եւ սկզբում Հասմիկ Կարապետյանը եւ այլն, մենք բոլորս վերաբերվում էինք այդ արտիստներին, ինչպես հարևանի աղջկան, մեր փոքր քրոջ եւ այլն, այդ հարազատի եւ պարկեշտության վերաբերմունքը փայլուն իրականացնում է Տաթև Ասատրյանը։ Նրա թիմը այս շրջանում, միջև այս շրջանը որոշել էր, որ Տաթև Ասատրյանը պիտի հարցազրույցներ չտա, տեղյակ չեմ սրանից հետո ինչպես է որոշված, թե տալու է թե ոչ, բայց ես եւ Ամալիան Հովանեսյան բազմիցս կապ ենք հաստատել եւ Տաթևի հետ եւ նրա պրոդյուսերի հետ եւ բոլոր պարագաներին ստացել ենք պատասխան, որ երբ որոշի Տաթևը հարցազրույցով հանդես գալ, անպայման կդիմի ձեզ եւ ես կարծում եմ, որ դա շատ խելացի որոշում է պահել այդ անհասանելիության պատրանքը, առեղծվածի միֆը եւ չհասարակացնելու նրա կերպարը, որովհետեւ գուցե հարցազրույց տալուց նա դառնա ավելի հասարակ եւ մենահամերգից օրեր առաջ ես Երևանում էի գտնվում, շաբաթներ առաջ Երևանում էի գտնվում եւ մի սրճարան կար Երգի թատրոնի կողքը, որտեղ անընդհատ տեսնում ենք Տաթևին, նրա ամուսնուն, ովքեր իսկապես գեղեցիկ զույգ են եւ նրանց թիմին, եւ այդ հանդիպումներից մեկի ընթացքում ես առաջարկեցի եւս մի անգամ Տաթևին հարցազրույցի, վերջինս ասաց, որ իր համերգը անցնելու է հարցազրույցի տեսքով եւ այդ իսկ պատճառով դեռևս չի ցանկանում հարցազրույց տալ եւ այդ պահին մի տեսակ այսպես կասկածանքով վերաբերվեցի այդ ինֆորմացիային, բայց դիտելով համերգից այդ հատվածներ հասկացա, որ դա իսկապես արված է հանճարեղ։ Տաթև Ասատրյանին ժողովուրդը սիրում է։ Դու կարող ես նստել եւ մտածել ամենատարբեր կերպարներ, ամենատարբեր լուքեր, ամենատարբեր երգեր եւ ամենատարբեր PR հնարքներ, բայց միևնույն է կա մի բան, որ կամ դիպչում ես մարդկանց սրտերին, կամ դա պարզապես տեղի չի ունենում։ Նրա պարագայում դա եղել է եւ դա փաստ է։ Իմ համար անցած տարվա բացահայտումներից է Տաթև Ասատրյանը։ Ես շատ ուրախ եմ նրա հաջողության համար եւ իհարկե շնորհավորում եմ եւ նրան, եւ ամուսնուն, եւ ողջ թիմին, որովհետեւ հսկայական աշխատանք է կատարված եւ շատ գեղեցիկ համերգ էր, համերգի համար շնորհավորում եմ։ Իմ համար անցած տարվա բացահայտումներից է Տաթևը եւ Մոնիկա Նազարյանը։ Իդեպ նրանց երկուսին էլ այստեղ Լոս Անջելեսում շատ սիրում են նաեւ ամենատարբեր համայնքներից եկած հայեր, օրինակ երեք ես մի վայրում էի, խնջույքի էի մասնակցում, որտեղ հիմնականում իրանահայեր էին եւ նրանք միանշանակ հիացմունքով խոսում էին այդ երկու անունների մասին, Մոնիկա Նազարյան եւ Տաթև Ասատրյան, եւ հիացական բացականչություններ էին անում, թե ինչպես են նրանք ներկայանում համերգների ժամանակ, ինչպես են նրանք ներկայացնում հայկական, աշուղական, գուսանական, ժողովրդական երգը եւ առհասարակ հայ երգը։ Ես շատ ուզում էի, որ Տաթևը մասնակցի Army Music Video Awards-ին դեկտեմբերին եւ գիտեմ, որ Տաթևը եւ իր ամուսինը նույնպես հրավերքի մասին լսել են եւ շատ շոյվել են, սակայն ինչ-ինչ պատճառներով նրանց ներկայությունը չստացվեց, որի համար ես ցավում եմ, սակայն այսպես հենց եթերից ուզում եմ
տեղեկացնել Տաթևին եւ նրա ամուսնուն, որ մենք սիրով ստեղծագործական թիմը Armenian Music Video Awards-ի սպասում ենք դեկտեմբերին Տաթև ջան քեզ այստեղ Dolby թատրոնում, որովհետեւ դու իրոք արժանի ես եւ դու քո ծավալած ողջ գործունեությամբ հաստատ ամենաարժանի անուններից մեկն ես, ով պետք է ներկա գտնվի այդ երգի եւ երաժշտության տոնախմբությանը Dolby թատրոնում արդեն 25 թվականի դեկտեմբերին։ Իսկ ինչ վերաբերում է նրա հաջողությանը, ես կարծում եմ, որ շատ պարզ է այստեղ ֆորմուլան, այն ամեն ինչում, ինչով որ ներկայանում է Տաթևը, ինքը ազնիվ է։ Ձևեր, ձևականություններ չկան, մարդը ներկայանում է այնպիսին, ինչպիսին ինքը կա, եւ եթե անգամ փոքրիկ PR-ի տարրեր էր պարունակում այդ բարի քայլը, որը նա արեց համալիրում, ինչու ոչ, մարդը լավ բաներ արել, թող դրա մասին բոլորը իմանան, թող դրա մասին բոլորը իմանան եւ թող նա դառնա role model եւ նման բարությունը եւ նման կարեկցանքը եւ շնորհակալություն հայտնելու նման ունակությունը թող դառնա վարակիչ, այլ ոչ թե այն ամենը, ինչի մասին մենք խոսեցինք հաղորդման նախորդ հատվածներում։ Ու գիտես ինչ, երբեմն նաեւ մենք ունենք ազգաբնակության մի sense որոշակի հատված, ովքեր երբեք չեն բավարարվում եւ դրանց երբեք չես բավարարի, անգամ եթե փուր չէ մի ամբողջ քաղաք նվիրես քո հարևանուհուն։ Նրանք միևնույնն է կգտնեն ինչ-որ բաներ բզբզելու համար, չարախոսելու համար, չգիտեմ, պահանջելու համար։ Շատերը կնստեն եւ կհաշվեն Տաթև Ասատիրյանի փողերը եւ կմտածեն, որ ինչու մեկ փուր, եթե կարելի է փուր նվիրել նաեւ ամբողջ մուտքի բնակիչներին եւ հարևաններին։ Ինչպես դա օրինակ վերջերս արեցին Սարոյի հետ կապված, երբ մարդը ուղակի գումար է շահել կազինոներից մեկում եւ ինչպես տեղեկացան $1 միլիոն $1 միլիոն, այո, եւ նաեւ ես տեղեկացա, որ այդ գումարից նա ինչ որ բարեգործական հիմնադրամներից մեկին եւս օգնություն է արել ու հետագայում նաեւ իմացա, որ Սարոն պարբերաբար ինչքան որ կարողացել է ամենատարբեր ընտանիքների կամ բարեգործական նման հիմնադրամների միշտ աջակցել է, օգնել է, հայտնվեցին էլի մարդկանց խումբ, ովքեր սկսեցին որոշել, թե ինչ անի Սարոն իր գումարի հետ եւ ինչպես բաշխի իր շահած գումարը։ Հասկանում եք, ուրիշի փողեր հաշվող եւ ուրիշների ուրախություններով չուրախացող եւ դժբախտություններով ուրախացող այս հանրությունը, թե որտեղից եկավ եւ այսպես ակտիվացավ, ուղղակի նոնսենս է։ Այդ հանրությունը եղել է վաղուց, այդ հանրության մասին կա շատ հետաքրքիր հայ ֆիլմի գեղարվեստական ֆիլմ Խոշոր շահում, այդպես է կոչվում այդ ֆիլմը։ Սարոյի պատմությունը լրիվ ինձ հիշեցնում է Խոշոր շահում ֆիլմը։ Եվ մարդիկ որոշում էին, թե ինչպես վարվի ինքը իր շահած գումարը, հետո ձեզ ինչ թե ինչ կանի այդ գումարը։ Հիմա նույնը Տաթևին անդրադառնալով, մարդը բարի բան է արել, շատ սիրուն բան է արել եւ այդ պատմությունը, որ ինքը դժվար մանկություն է ունեցել, մայրիկը աշխատել է եւ իրանք անգամ հացի խնդիր են ունեցել եւ այդ հացի հարցը լուծել է իրենց հարևանուին ու բերելով մեր օրեր եւ կայանալով որպես երեքչուհի եւ արդեն կայանալով որպես մարդ ֆինանսապես մարդ իրեն թույլ է տալիս անել նման նվեր, ինչքան սիրուն բան կա դրա մեջ։ Չէ, իսկապես շատ գեղեցիկ է եւ տա Աստված, որ այդ բոլոր գեղեցիկ գաղափարները, որ Տաթևը եւ իր թիմն ունեն, իրականացնեն եւ նաեւ Միացյալ Նահանգների հանդիսատեսը եւս մոտ ապագայում հնարավորություն ունենա վայելելու նրա կենթանի հնչողությամբ համերգները։ Ողջույն, այս պահին մենք գտնվում ենք Արցախի պողոտայում գտնվող Lions Partners Insurance-ի գրասենյակում, որտեղ աշխատում են լավագույն մասնագետները, որպեսզի ձեր կյանքը ապահովագրեն լավագույն տարբերակով։ Գնացինք ներս։ Lions Partners Insurance ընկերության մասնագետներն ու փորձագետները շատ կարճ ժամանակահատվածում կգտնեն ձեր կյանքի ապահովագրության լավագույն տարբերակները։ Ինչու ընտրել Lions Partners Insurance ընկերությունը, որովհետև այս կազմակերպությունը չի առաջարկում պարզապես մի ապահովագրական ընկերության ծառայություն, այլ պարզապես հանրախանութ է ապահովագրական ընկերությունների համար։ Ինչպես ընտրել ապահովագրական ընկերություն։ Ես կարծում եմ, որ լավագույն ընտրությունը կարող է լինել մասնագետների եւ աշխատակիցների փորձառությունը եւ տարիների background-ը, տարիների ունեցած իհարկե վստահությունը, եւ որ ամենակարևորն է, կազմակերպությունը պետք է վայելի համայնքի եւ հասարակության
բնականաբար իհարկե սերն ու վստահությունը։ Lions Partners Insurance ընկերությունը վստահաբար առաջինն է ոլորտում։ Ողջույն, այս վերջերս շատ են խոսում Դուբայում անշարժ գույք գնելու մասին եւ մենք էլ պարբերաբար այդ թեման արծարծում ենք մեր գործընկերներից մեկի Timar Realty ընկերության համահիմնադիր Մարիամ Հովհաննիսյանի հետ, ում էլի ունենք կուտակված հարցեր։ Մարիամ ջան, ինչն է փոխվել Դուբայի շուկայում, արդյոք էլի ակտուալ է ու ցանկալի է ու ճիշտ է Դուբայում անշարժ գույք ձեռք բերել։ Ես կասեմ, որ Դուբայի շուկան դեռ իր պիկին նույնիսկ չի հասել, այսինքն ամենաճիշտ ժամանակն է Դուբայում ներդրում կատարելու, դեռ աճելու է ու աճելու շուկան։ Կցանկանամ նշել մի մեծ առանձնահատկություն, ինչ ասել է off-plan market-ը, որովհետև այստեղից շատ են ինձ այդ հարցը տալիս, կուզեի պարզաբանել։ Դուբայում գոյություն ունի off-plan market հասկացողությունը, ինչ է դա նշանակում, երբ որ մարդ գույքը ձեռք է բերում կառուցապատողից, սկզբնական փուլերում վճարելով ընդհանրապես 10% կանխավճար, մեկ անգամյա 4%, կարելի ասել կադաստրային վճար, հա, այդ ամբողջ սեփականաշնորհման process-ի համար եւ հետագայում 3-ից 7 տարվա ընթացքում մարելով միայն մայր գումարը, բացարձակ ոչ մի հավելյալ տոկոսադրույք չվճարելով։ Ընդունենք բնակարան եք ձեռք բերում, որը արժի $300,000, $30,000 կանխավճար, գումարած 4% կադաստրային վճար, որը որ կամ սկզբում կամ վերջում ենք վճարում, եւ վերջ 3-ից 7 տարի վճարման պլան 0% տոկոսադրույքով եւ վերջ, եւ մենք ունենք Դուբայում բնակարան։ Եվ ի տարբերություն Միացյալ Նահանգների ու էլի բազմաթիվ երկրների, Դուբայում, որքան ճիշտ եմ հիշում, չկա property tax։ Այո, բացարձակ չեք վճարում։ Ինչ որ մենք տարվա ընթացքում անընդհատ վճարում ենք եւ բողոքում ենք։ Եվ այդ ամեն ինչը բնականաբար անընդհատ աճում է եւ մեծանում է։ Դե ինչ, իհարկե ճիշտ ընտրություն է կարծում եմ եւ շատ ուրախ եմ, որ բազմաթիվ արդեն մեր հայրենակիցներ, ովքեր բնակվում են Լոս Անջելեսում, ձեր միջոցով սկսել են ձեռք բերել տներ։ Սա եւս պետք է նշենք, որովհետեւ դա նշան է, որ կա վստահություն եւ բնականաբար մենք ուղղակի օդից վերցած օրինակների վրա չենք խոսում, ունենք գոհ հաճախորդներ եւ դրանք շատանում են։ Դա շատ կարեւոր է, ինչի համար ես ձեզ շնորհավորում եմ։ Ես էլ շնորհակալ եմ վստահության համար։ Լոս Անջելեսում առանց մեքենա վարել անհնար է ապրել։ Մենք բոլորս օրվա մեծ մասն անցկացնում ենք ղեկի առաջ եւ բնականաբար իհարկե ցավոք հայտնվում ճանապարհատրանսպորտային տարբեր պատահարներում։ Փառք Աստծո, ամենակարևորը մեր առողջությունն է եւ ողջ լինելը։ Մնացած ցանկացած հանգամանք կարելի է լուծել, եթե կա ճիշտ մասնագիտական մոտեցում եւ ճիշտ ընկերություն։ Pro Color Collision Center-ն առաջարկում է իր աշխատանքը եւ ծառայությունները ձեր ավտոմեքենան վերականգնելու եւ շատ արագ կերպով այն նախնական տեսքի բերելու հարցում։ Պետք է նշել, որ այս ընկերությունը արդեն տասնամյակների աշխատանքային փորձ ունի եւ իր փորձառության շնորհիվ կարողանում է ապահովել ամենաարագ եւ լավագույն մոտեցումը։ Առաջին հերթին ձեր բնակարանից կամ ավտոպատահարի վայրից կարող են tow truck-ով արագ տեղափոխել մեքենան այստեղ։ Միաժամանակ իհարկե ձեզ կօգնեն ցանկացած հարցում deductible-ից սկսած մինչև շատ արագ կերպով ձեր ապահովագրական ընկերության հետ խոսելու հարցում։ Այստեղ աշխատում են իսկական պրոֆեսիոնալներ, լավագույն մասնագետներ եւ իհարկե փորձառու մարդիկ, այնպես որ դիմելով հենց Pro Color Collision Center-ին դուք կարող եք շատ արագ կերպով լուծել ձեր մեքենայի խնդիրները։ I found that nothing in life is worthwhile unless you take risks. MX Motors. Good vibes all the way. Օսի լեզուն այսօրվա համար այսքանն էր, մենք կարծում եմ, որ կարողացանք այս 1 ժամ եւ մի քանի տասնյակ րոպեները լցնել հետաքրքիր քննարկումներով, հուսանք, որ ավելի հանդուրժող եւ տոլերանտ կլինեք ձեր մեկնաբանություններում։ Ցտեսություն, կհանդիպենք հաջորդ անգամ։